Գոյություն ունի արդյոք ինչ-որ բան սովորական ընկալման սահմաններից դուրս։ Հնարավոր է, որ վերջը ընդամենը նոր սկիզբ է։ Որոշ մեծ մտքեր մահը դիմավորել են առանց վախի, սպասելով նրան ինչպես վաղեմի ծանոթի։ Վոլֆ Մեսինգի վերջերս հայտնաբերված գրառումը ունակ է փոխելու անդրշիրիմյան կյանքի և անգամ մարդկային գոյության ամբողջ էության մասին արմատացած պատկերացումները։ Այն գաղտնի են պահել ավելի քան կես դար։ Ենթադրվում էր, որ մարդկությունը պատրաստ չէ նման ճշմարտության, բայց կարծես ժամանակը եկել է, ուղերձը ջրի երես դուրս եկավ, ասես ինչ-որ մեկի անտեսանելի կամքով։ Կարծես ինքը, Մեսինգը, սպասում էր այն պահին, երբ իր խոսքերը վերջապես լսելի կդառնան։ Ինչ է թաքնված այդ տողերում, և ինչու են դրանք այդքան երկար գաղտնի պահել։ Վոլֆ Մեսինգը հայտնի է ոչ միայն որպես ականավոր հեռազգաց։ Նա մի մարդ էր, ով ունակ էր թափանցել իրերի բուն էության մեջ, զգալ ապագայի հոսքը և կարդալ մարդկանց ինչպես բաց գրքեր։ Նրանից միաժամանակ վախենում էին և խորապես հարգում։ Կենդանության օրոք նա հաճախ խոսում էր հանելուկներով, իրենից հետո թողնելով յուրօրինակ բանալիներ հասկանալու համար։ Այդպիսի բանալիներից մեկը դարձավ նամակը, որը գրվել էր նրա հեռանալուց կարճ ժամանակ առաջ։ Նրանում պարունակվում են տագնապալի տողեր, հիշողությունների պատառիկներ և մարգարեություններ։ Բայց կենտրոնական միտքը մնում է համոզմունքը։ Հոգին չի անհետանում, այն մնում է, այն միշտ կողքին է։ Ինչը ստիպեց նման մասշտաբի մարդուն այդքան հաստատուն հավատալ դրան։ Նամակի տեքստը նախատեսված չէր կոնկրետ հասցեատիրոջ։ Այն գրված էր կարծես ողջ մարդկության համար, բայց միայն նրա այն հատվածի, որն ունակ է լսել լռությունը և ընկալել անտեսանելին։ Այս տողերում սովորական ընկալման սահմաններից դուրս եկող ապրումների նկարագրությունն է։ Մեսինգը նկարագրում է տեսիլք, որտեղ նա հանդիպել է նրանց, ովքեր վաղուց լքել են այս աշխարհը։ Տպավորություն է ստեղծվում, ասես նրան թույլ են տվել նայել այնտեղ, որտեղից վերադարձ չկա, որպեսզի նա կարողանա փոխանցել տեսածը։ Բայց ով է օժտել նրան նման շնորհով, և ինչու հենց նամակը դարձավ ընտրված միջոցը նման կարևոր բացահայտման համար։ Ուղերձում հանդիպում են անսովոր արտահայտություններ։ Ես ժամանակ չունեցող սենյակում էի։ Նրանք չգիտեին, որ ես ողջ եմ։ Նրանք գնում են կողքով, բայց օդ չեն շնչում։ Այսպես էր գրում Մեսինգը։ Ովքեր են այդ նրանք։ Ինչու նա ընտրեց հենց այս բառերը։ Մեսինգը միշտ չափազանց զգույշ էր ձևակերպումներում։ Նա հասկանում էր, թե որքան հեշտությամբ յուրաքանչյուր բառ կարող է մեկնաբանվել, բառացիորեն կամ աղավաղվել։ Ուստի հաճախ իր մտքերը քողարկում էր փոխաբերություններով։ Սակայն խորանալով նրա տողերի մեջ, անհնար է չզգալ։ Նա խոսում էր նրանց մասին, ովքեր լքել են ողջերի աշխարհը, բայց նրա համոզմամբ մնացել են մեր մեջ։ Ինչ ներկայություն է դա, որը օդի կարիք չունի։ Մեսինգի ուղերձը, կարծես, հասցեագրված է ոչ միայն նրանց, ովքեր փնտրում են գոյության խորքային իմաստը, այլև նրանց, ովքեր երբևէ զգացել են անտեսանելի դիտում։ Վահեր, երբ հստակ զգացվում է ինչ-որ մեկի ներկայությունը կողքին որևէ մեկի լիակատար բացակայության պայմաններում, երբ հանկարծակի սառնություն է անցնում մեջքով տաք սենյակում։ Այս բոլոր զգացողությունները, ըստ Մեսինգի, պատահական չեն։ Նա պնդում էր, որ դա երևակայության խաղ չէ, այլ աներկ բանշաններ։ Նրանք, ովքեր գտնվում են սահմանից այն կողմ, տալիս են դրանք հասկացնելու համար, որ իրենք կողքին են։ Բայց ինչ են նրանք ուզում հայտնել։ Այս եզակի գտածոն լույս է սփռում Մեսինգի կյանքի վերջին տարիների ինքնամփոփության պատճառների վրա։ Նա ավելի հազվադեպ էր հանդես գալիս հրապարակավ և նախընտրում էր լռությունը։ Այն ժամանակ նա ասում էր, որ գնում է այնտեղ, որտեղ վերջապես պարզություն կգտնի։ Իսկ այժմ, կարդալով նրա տողերը, կարելի է ենթադրել, նա արդեն եղել է այնտեղ և վերադարձել, պատմելու տեսածի մասին։ Իսկապես նա տեսել է նրանց, ովքեր լքել են այս աշխարհը։ Ինչու է նա նրանց անվանում դիտորդներ։ Եվ ինչու է հավատում, որ նրանցից ոմանք ունակ են վերադառնալ մեր աշխարհ նոր մարմիններում։ Միթե սա դեմ չի գնում սովորական պատկերացումներին։ Բազմաթիվ ցրված պատառիկներ սկսում են ձևավորել միասնական ապշեցուցիչ պատկեր։ Հնարավոր է, կողքին անտեսանելի ներկայության զգացողությունը բազմիցս առաջացել է շատերի մոտ։ Դա պարզապես պատահականություն չէ և երևակայության խաղ չէ։ Պատմությունը շարունակվում է։ Ինչ տեղի ունեցավ հենց այն գիշերը, երբ Վոլֆ Մեսինգը սկսեց գրի առնել տարօրինակ արտահայտությունների պատառիկները և սկսեց փակել պատուհանները նույնիսկ տաք եղանակին։ Նա հիշում էր, թե ինչպես մի անգամ արթնացավ կեսգիշերին այն զգացողությունից, որ իրեն հետևում են։ Չկար ոչ վախ, ոչ տագնապ, միայն սառցե պարզություն, ասես ինչ-որ հայացք թափանցում էր նրա միջով։ Սենյակը մնում էր լուռ, առանց որևէ շշուկի կամ ճռռոցի, բայց օդը փոխվել էր։
Այն դարձել էր ֆիտ, մածուցիկ, ասես լցված անհայտ ներկայությամբ։ Մեսինգը նստած էր բազկաթոռին ընկղմված լռության մեջ, իսկ հետո սկսեց գրել։ Դողացող ձեռքով գրված առաջին արտահայտությունը թվում էր գրեթե անկապ։ Ստվերները չեն վախենում լույսից, նրանք հիշում են այն։ Այս բառերի իմաստը մնում էր մշուշոտ, բայց նա կրկնում էր դրանք մանտրայի պես։ Ինչ իրադարձություն կարող էր այդքան ուժեղ ազդել նրա անկալման վրա։ Այդ գիշերային զարթնումից հետո նրա պահվածքը նկատելիորեն փոխվեց։ Նա սկսեց խուսափել մարդկանց հետ հանդիպումներից, ժամեր էր անցկացնում միայնության մեջ, գրի առնելով արտահայտություններ, որոնք, թվում էր, գալիս էին ոչ թե իր սեփական մտքից։ Մեսինգը պատմում էր, որ իր երազները դարձել են անսովոր երկարատև, բայց տարբերվում էին սովորականներից։ Դրանք գալիս էին ոչ թե նրանից, այլ անցնում էին նրա միջով։ Ասես ինչ-որ ուրիշ գիտակցություն օգտագործում էր նրան որպես յուրօրինակ կապուղի։ Նա ոչ միայն տեսնում էր մահացածներին, նա զգում էր նրանց մտքերը և որ ամենաապշեցուցիչն է, լսում էր նրանց ձայները։ Ինչ էին նրանք կոնկրետ ասում նրան։ Իր գրառումներից մեկում Մեսինգը մանրամասն նկարագրում է տեսարան, որտեղ նա հայտնվել էր պատուհաններից զուրկ հսկայական դահլիճում։ Առաստաղ չկար, իսկ պատերը բաղկացած էին ինչ-որ փափուկ բաբախող նյութից, որը լույս էր հիշեցնում։ Նա նստած էր երկար սեղանի մոտ, իսկ դիմացը տասնյակ դեմքեր էին։ Նրանցից ոմանք նրան ծանոթ էին։ Դրանք նրանք էին, ովքեր մահացել էին տարիներ առաջ։ Նրանցից մեկը, ուշադիր նայելով նրա աչքերի մեջ, արտասանեց. «Դու կարթնանաս և կմոռանաս», բայց մենք այս խոսքերից հետո նա արթնացավ։ Նա անմիջապես չգիտակցեց, դա ընդամենը երազ էր, թե շատ ավելի նշանակալից մի բան։ Ինչ ուղերձ էր նրան վիճակված փոխանցել։ Մեսինգը սկսեց ակտիվորեն փնտրել տեսածի հաստատումը։ Նա կապվում էր կլինիկական մահ տարած մարդկանց հետ, նրանց հետ, ովքեր օժտված էին անսովոր անկալմամբ, և նրանց հետ, ովքեր պատմում էին նմանատիպ ապրումների մասին։ Որքան շատ տեղեկություն էր նա հավաքում, այնքան ավելի ինքնամփոփ էր դառնում։ Նա իմացավ, որ դրանք հալյուցինացիաներ չէին։ Գոյություն ունի նուրբ, գրեթե աննկատելի սահման այս և այն աշխարհների միջև, և երբեմն այն նրբանում է։ Նրանք, ովքեր գտնվում են այն կողմում, կարող են անցնել այստեղ, բայց ոչ մեզ սովորական մարմիններով, այլ այլ ձևերով, երբեմն նույնիսկ նոր ծնունդներ ստանալով։ Այս գործընթացների հասկացումը կարող է նոր հորիզոններ բացել սեփական կյանքի և դրանում ունեցած տեղի գիտակցման համար, հանգստություն և պարզություն բերելով գոյության հավերժական հարցերի ընկալման մեջ։ Անտեսանելի կապերի ըմբռնումը, որոնց մասին դատողություններ էր անում Վոլֆ Մեսինգը, կարող է դառնալ ներքին ներդաշնակության բանալին, թեթևացնելով անբացատրելի զգացմունքների բեռը և ճանապարհ բացելով դեպի խորը հանգստություն։ Նրա բացահայտումները, որոնք գրի են առնվել տասնամյակներ առաջ, մինչ օրս հարցեր են առաջացնում գոյության բնույթի և այն մասին, թե ինչ է տեղի ունենում տեսանելիի սահմանից այն կողմ։ Մեսինգը խորապես համոզված էր, որ որոշ հոգիներ կրկին վերադառնում են, բայց դա վերաբերում է ոչ բոլորին։ Միայն նրանք, ովքեր որոշակի պատճառներով կապված են մնացել մեր աշխարհին, կարող էին, ըստ նրա, կատարել նման ճանապարհորդություն։ Նա չէր օգտագործում պաթոսային ձևակերպումներ, չէր խոսում պատիժների կամ պարգևների մասին։ Նա պարզապես արձանագրում էր իր դիտարկումները։ Կան նրանք, ովքեր մնացել են, որովհետև չեն ասել մինչև վերջ, չեն ավարտել կամ չափազանց շատ են սիրել։ Հենց սերը, ըստ նրա խոսքերի, միակ ուժն էր, որն ունակ է պահել հոգին մոտակայքում։ Ատելությունը կործանում է, վախը տանում է դեպի մոռացություն, իսկ սերը, ընդհակառակը, միացնում է։ Կհիշեցնենք, գլխավորը փոխանցիր։ Բայց կոնկրետ ինչն է պահում այդ հոգիներին մեր չափման մեջ, երբ ֆիզիկական մարմինն այլևս գոյություն չունի։ Նա չէր հավատում, որ անդրշիրիմյան աշխարհը պատժի վայր է։ Նա այնտեղ տեսնում էր ինչ-որ բան, որը հիշեցնում էր սպասասրահ, որտեղ հոգիները մնում են, մինչև նրանց կլսեն։ Եվ եթե ողջերից որևէ մեկը իսկապես սկսում է ականջ դնել, աշխարհների միջև ձևավորվում է հազիվ նկատելի կապ։ Այդպիսի պահերին կարող է տեղի ունենալ շփում, որը երբեմն դրսևորվում է վառ երազի, հանկարծակի հոտի կամ ծանոթ մեղեդու տեսքով, որը հնչում է ամենաանսպասելի պահին։ Մեսինգը պնդում էր, որ դրանք հենց պատասխաններն են այնտեղից։ Մնում է միայն սովորել ճանաչել այդ ուղերձները։ Հնարավոր է, որ այդ ազդանշանները ոչ թե պարզապես զուգադիպություն են, այլ անտեսանելի քարտեզի մաս։ Նա իրենից հետո թողեց ոչ թե աշխարհագրական, այլ իմաստային քարտեզ։ Իր գրառումներից մեկում նա նշել է մի քանի վիճակներ և ժամանակային միջակայքեր, երբ աշխարհների միջև թափանցելիությունը հատկապես ուժեղ է։ Նա չէր նշում հստակ ամսաթվեր, միայն նկարագրում էր ներքին վիճակը։ Երբ սիրտը խուլ է, չես լսի,
Երբ միտքը լռում է, վրա է հասնում լռությունը։ Իսկ լռության մեջ ձայներ, այս տողերը, առաջին հայացքից պարզ, իրենց հետևում թաքցնում են խորագույն իմաստ։ Նա հավատում էր, որ յուրաքանչյուր մարդ ունակ է հպվել անտեսանելիին, եթե դանդաղի և թույլ տա իրեն լսել ոչ թե արտաքին ականջներով, այլ ներսից, բայց ովքեր են այդ առեղծվածային նրանք, որոնց մասին Մեսինգը գրում էր հարգանքի և տագնապի խառնուրդով։ Ինչու էր նա կարծում, որ այդ էակները ոչ միայն դիտում են, այլև ակտիվորեն ազդում են մեր կյանքի վրա։ Եվ ինչ նկատի ուներ նա, երբ պնդում էր. մեր մեջ կան նրանք, ովքեր արդեն առաջին անգամը չէ, որ այստեղ են։ Նրանք չեն հիշում, բայց աշխարհը հիշում է նրանց։ Նա երբեք անուններ չէր տալիս, բայց թողել է մանրամասն նկարագրություն։ Դրանք մարդիկ են, ովքեր, ըստ նրա խոսքերի, իրենց մեջ կրում են ծննդյան տարօրինակ ծանրությունը։ Երեխաներ, ովքեր վաղ տարիքում հիշում են այն, ինչ թվում էր, չէին կարող իմանալ։ Մեծահասակներ, ում երազները կրկնվում են գիշերից գիշեր, ասես ուրիշի հիշողությունների պատառիկներ լինեն, եւ հատկապես նրանք, ովքեր ամբողջ կյանքում իրենց օտար են զգում, ասես նրանց հոգին գիտի շատ ավելին, քան թույլ է տալիս բանականությունը։ Մեսինգը նրանց անվանում էր կրկնվողներ։ Եվ ո՞րն է այդ կրկնվողների դերը մեր ընթացիկ իրականության մեջ։ Նա պնդում էր, որ մեր մեջ կան նրանք, ովքեր վերադարձել են եւ ոչ մեկ անգամ։ Նա դա բացասական բան չէր համարում։ Ընդհակառակը, Մեսինգը նրանց անվանում էր պահապաններ։ Նրանք չեն հիշում իրենց անցյալ կյանքերը, բայց նրանց գործողությունները ասես ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում են։ Նրանք փոխում են ուրիշների կյանքերը, երբեմն նույնիսկ չգիտակցելով իրենց իրական առաքելությունը։ Այս տողերը ստիպում են մտորել, գուցե հենց այսպիսի մարդիկ են պատահաբար փրկում ուրիշներին, հայտնվում ճիշտ պահին ճիշտ տեղում, ինտուիտիվ կերպով կայացնում որոշումներ, որոնք փոխում են ճակատագրեր։ Մեսինգը հավատում էր, որ դրանք պատահականություններ չեն, այլ ավելի շուտ հուշումներ, հետքեր նրանցից, ովքեր առաջնորդում են մեզ սահմանից այն կողմից։ Կան արդյոք նման հետքերի կոնկրետ վկայություններ, որոնք հաստատում են այս գաղափարների խորությունը։ Իր նամակների հատվածներից մեկում Մեսինգը նկարագրել է դեպք, երբ հանդիպել է մի երիտասարդ կնոջ, ով վաղ մանկությունից անբացատրելի սարսափ էր զգում ջրից։ Ջրի հետ կապված ոչ մի վնասվածք կամ դժբախտ պատահար նրա կյանքում չէր եղել, սակայն նույնիսկ ոչ խորը լճակ տեսնելիս նրա մոտ խուճապ էր սկսվում։ Զրույցի ընթացքում, որը Մեսինգը անվանում էր հպում քնին, կինը սկսեց հիշել։ Նա չէր կարողանում բացատրել, թե որտեղից է իրեն դա հայտնի, բայց պատմում էր խեղդվելու մասին, որը տեղի էր ունեցել շատ վաղուց, եւ ընդ որում նշում էր այնպիսի մանրամասներ, որոնք չէին կարող լինել իր սեփական հիշողության մեջ։ Ինչ է սա նշանակում հենց հոգու բնույթը հասկանալու համար։ Հենց այսպիսի դեպքեր էր նա բերում որպես անհերքելի ապացույցներ այն բանի, որ հոգին հիշում է։ Այն կրում է անցյալ կյանքերի դրոշմները, եւ եթե մարդը բավականաչափ զգայուն է, նա ունակ է դուրս բերել այդ հիշողությունները ոչ թե պարզ հետաքրքրասիրության համար, այլ անավարտ պատմությունները ավարտելու նպատակով։ Երբեմն բավական է ընդունել ցավը, որպեսզի այն հեռանա։ Երբեմն ներողություն խնդրել, նույնիսկ եթե չես հիշում ինչի համար։ Մեսինգը հավատում էր, որ դրանում է կայանում կրկնակի մարմնավորումների իմաստը, ավարտել այն, ինչը մի անգամ ընդհատվել էր։ Երբեմն թվում էր, Մեսինգի շուրջ տարածությունն ինքնին դառնում էր հաղորդիչ նման պատմությունների համար, ինչպես մեկ արտասովոր երեխայի դեպքում։ Նա նկարագրել է իր զրույցը 7 տարեկան տղայի հետ, որը զարմացրել էր նրան մինչև սարսուվ։ Առաջին անգամ տեսնելով Մեսինգին, նայեց ուղիղ նրա աչքերի մեջ եւ արտասանեց. «Դու էլ ես լսում քայլեր, երբ մենակ ես»։ Դա հարց չէր, այլ ավելի շուտ պնդում։ Մեսինգը չցանկացավ վախեցնել երեխային եւ պարզապես պատասխանեց. «Այո», ավելի ուշ պարզվեց, որ տղան խոսում էր ինչ-որ ստվերի մասին, որը հայտնվում է քնելուց առաջ։ Ստվերը ոչինչ չէր ասում, բայց միշտ ներկա էր։ Եվ եթե դա լիներ եզակի դեպք, Մեսինգը դա կհամարեր երևակայության խաղ։ Բայց նման պատմություններ նա սկսեց հավաքել տասնյակներով։ Այս անբացատրելի երևույթները ստիպում էին Մեսինգին վերաիմաստավորել իրականության բուն բնույթը։ Գրառման ուշ հատվածներից մեկում նա դատողություններ է անում։ Գոյություն ունի համոզմունք, որ աշխարհը ընկալվում է որպես խիտ պատրանք, բայց այն ամենը, ինչը թվում է պինդ, ժամանակավոր է, այն ամենը, ինչ անտեսանելի է, հավերժական է։ Նա պնդում էր, որ խիտ աշխարհը ընդամենը արտաքին թավանթ է, իսկ ամբողջ իրականը գտնվում է այլ շերտում։ Եվ միայն երբեմն հատուկ պահերի, օրինակ, քնելուց առաջ, ուժեղ վախի, խորը սիրո կամ կորստի ժամանակ, մարդը ունակ է զգալ, թե ինչպես է աշխարհների միջև նուրբ թավանթը դառնում թափանցիկ։ Այդ ժամանակ զգացվում է, որ ինչ-որ մեկը կանգնած է մեջքի հետևում կամ հանկարծ հիշվում է այն, ինչ երբեք չի ապրվել։
Հենց այս պահերը Մեսինգը անվանում էր պատուհաններ։ Եթե այդ պատուհանները իսկապես գոյություն ունեն, ինչպես են այդ ժամանակ փոխազդում տարբեր կողմերում գտնվող հոգիները։ Նա հավատում էր, որ նման ակնթարթներին հոգիները կարող են հատվել երբեմն մի պահ, երբեմն երկար ժամանակով։ Նա չէր օգտագործում բառեր, ինչպես մեռելների աշխարհ։ Նա գրում էր. նրանք մեռած են, նրանք գնացել են այլ տեղ, այլ վիճակ։ Եվ եթե գոյություն ունի լռություն, նրանք չեն կարող դուռը թակել։ Նա կարծում էր, որ լռությունը ոչ թե պաշտպանություն է, այլ արգելք։ Երբ մարդը վախենում է խոստովանել, որ զգում է ավելին, քան կարելի է բացատրել, նա ինքն է կտրում կապի թելերը։ Բայց եթե թելը կտրված է, ինչու է որոշ պահերի, միևնույն է, զգացվում հպում։ Ինչու, ըստ Մեսինգի խոսքերի, որոշ նշաններ գալիս են այնպիսի ճշգրտությամբ, ասես ինչ-որ մեկը հատուկ հուշում է ճանապարհը։ Հնարավոր է հենց այդ հազիվ նկատելի ազդանշաններին ականջ դնելու ունակության մեջ է թաքնված ինքդ քեզ և շրջակա աշխարհը խորապես հասկանալու ճանապարհը, բացելով նոր հորիզոններ ներքին ներդաշնակության համար։ Մարդկային փորձի խորքերում թաքնված է համոզմունք, իրական կապը չի ընդհատվում։ Նույնիսկ երբ կյանքը կլանում է ունայնությամբ, երբ միտքը խորասուզվում է տրամաբանության մեջ, իսկ մարմինը գնում դեպի նյութականը, անտեսանելի թելը մնում է։ Այն կարող է նրբանալ, դառնալ գրեթե անշոշափելի, բայց երբեք լիովին չի անհետանում։ Նրա ամրությունը կախված չէ խոսքերից, հիշողություններից կամ նույնիսկ հավատից։ Այդ կապը հենվում է մաքուր զգացմունքների վրա, հատուկ թրթիռի վրա, որը միացնում է ոչ թե ֆիզիկական թավանթի, այլ մարդու բուն էության, նրա հոգու հետ։ Բայց կոնկրետ ինչպես է դրսևորվում այդ անտեսանելի ներկայությունը։ Վոլֆ Մեսինգը, աշխարհի եզակի ընկալմամբ օժտված մարդը, մանրամասն նկարագրում էր այդ նշանները։ Դրանք հազվադեպ են լինում ուղղակի։ Երբեմն դրսևորվում են հոտերի միջոցով, ծանոթ, երբեմն սուր, բայց ավելի հաճախ հազիվ նկատելի։ Մեկ այլ անգամ գալիս են երազներում, որտեղ հեռացածը լուր դիտում է, ասես շփվելով հայացքով։ Կամ էլ դա անծանոթի կողմից նետված պատահական արտահայտությունը, որ արձագանքի պես կրկնում է վաղուց հեռացած մերձավորի խոսքերը։ Մեսինգը նման պահերը անվանում էր հիշողության բաբախումներ, ոչ թե անձնական, այլ հենց աշխարհի համընդհանուր հիշողության։ Նա համոզված էր, որ իրականության հյուսվածքը պահպանում է բոլոր իրադարձությունների դրոշմները, եւ այդ հետքերը կարելի է որսալ, եթե պահպանվի զգոնությունը։ Որքան ավելի խորն է եղել կապը կյանքի ընթացքում, այնքան ավելի վառ է մնում այդ դրոշմը։ Սերը չի մահանում, գրում էր Մեսինգը։ Այն ընդամենը փոխում է իր ձևը։ Հենց այս համոզմունքն էր նրան վստահություն տալիս։ Նրանք, ում անկեղծորեն սիրել են, չեն անհետանում անհետ։ Նրանք ընդամենը դեն են նետում ֆիզիկական թավանթը, բայց մնում են կողքին, անտեսանելիորեն հսկելով, ուղղորդելով, իսկ երբեմն էլ զգուշացնելով, բայց ինչպես ճանաչել այդ նուրբ ազդանշանները առօրյայում։ Իր վերջին գրառումներից մեկում Մեսինգը հիշում էր այն օրը, երբ իրեն հանկարծ համակեց կանխազգացումը։ Այն տագնապալի չէր, ավելի շուտ պարզ էր, կարևոր իրադարձություն գուժող։ Նա կանգ առավ աղմկոտ փողոցի մեջտեղում, շրջվեց, շուրջը ոչ ոք չկար, բայց նա անսխալականորեն զգում էր ինչ-որ մեկի ներկայությունը։ Դա ֆիզիկական հետապնդում չէր և ոչ էլ սպառնալիք, այլ ավելի շուտ անտեսանելի հպում ուսին, ասես հիշեցում։ Ամեն ինչ ըստ ծրագրի է ընթանում։ Մի քանի ժամ անց լուր ստացվեց հին ընկերոջ մահվան մասին։ Մեսինգը կողքին չէր, բայց գիտեր, որ դա տեղի կունենա։ Եվ որ ավելի կարևոր է, նա վստահ էր, որ ինքը ընկերը ևս զգում էր վերջի մոտենալը։ Այս իրադարձությունը սկիզբ դրեց նրա զուգադիպությունների յուրօրինակ հավաքածուին, մարդկանց պատմություններին, ովքեր զգացել էին մերձավորների մահը մինչև դրա վրա հասնելը։ Հանկարծակի, անհաղթահարելի ցանկություն զանգահարելու, անբացատրելի ծանրություն կրծքավանդակում կամ պարզապես սուր միտք տեսնվելու անհրաժեշտության մասին։ Գրեթե միշտ այդ զգացումը գալիս էր մեկ օր առաջ, երբեմն ողբերգությունից մի քանի ժամ առաջ։ Եվ գրեթե միշտ այն մնում էր չասված, չիրականացված։ Տրամաբանությունը խլացնում էր ինտուիցիան, առօրյա ունայնությունը կլանում էր, իրենից հետո թողնելով միայն մեղքի ճնշող զգացում։ Կարող էին արդյոք այդ նախազգուշացումները լինել ավելին, քան պարզ զուգադիպությունը։ Մեսինգը կտրուկ էր, այդ ազդանշանները պատահական չեն։ Նա դրանցում տեսնում էր հրաժեշտ կամ անտեսանելի հրավեր կամ լուռ խնդրանք։ Լսիր ինձ։ Նա փաստագրել էր մի կնոջ դեպք, ով ամուսնու մահից հետո 1 տարի շարունակ ամեն առավոտ խոհանոցի սեղանին դնում էր 2 բաժակ ջուր։ Մեկը իր համար, մյուսը նրա, ամեն անգամ արտասանելով։ Ես հիշում եմ։ Մի քանի շաբաթ անց նա սկսեց սենյակում, ուր ոչ ոք չէր մտնում, զգալ նրա օդեկոլոնի հստակ հոտը։ Դա երևակայության խաղ չէր։
Բույրը զգում էին նույնիսկ նրա երեխաները, չիմանալով դրա ծագումը։ Մեսինգը մեկնաբանում էր նման դրսևորումները որպես արձագանք, որպես անտեսանելի պատասխան։ Նա գրում էր. երբ հիշում են, նրանց լսում են, երբ կանչում են, նրանց պատասխանում են։ Պարզապես ոչ միշտ այնպես, ինչպես ողջերն է սպասում։ Բայց արդյոք բոլոր պատասխանները միատեսակ բարի են։ Այս խորը դիտարկումները Մեսինգը գաղտնի էր պահում, վախենալով, որ դրանք ֆելագարություն կհամարեն։ Սակայն նամակներից մեկում, որը հանրության սեփականությունը դարձավ շատ ավելի ուշ, նա հավաքեց իր բոլոր մտքերը մեկտեղ։ Դա ուղերձ էր ոչ թե գիտնականների կամ մասնագետների, այլ սովորական մարդու համար, ով ապրում է կորուստ, փնտրում է հաստատում, որ մահը բացարձակ դատարկություն չէ, որ հեռացածները չեն անհետացել ընդմիշտ, այլ նախկինի պես մնում են ինչ-որ տեղ կողքին։ Հնարավոր է հենց այսպիսի մարդկանց համար էլ նա գրեց տողեր, որոնք ունակ են խորը հուզմունք առաջացնել յուրաքանչյուրի մոտ, ով կարդում է դրանք։ Ես տեսել եմ նրանց, ովքեր արդեն մարմնում չեն, եւ եթե ես չճանաչեի նրանց կենդանության օրոք, ես չէի հավատա, որ դա հնարավոր է։ Բայց նրանք ճանաչելի էին, լուր, եւ նրանց հայացքում ավելի շատ կյանք կար, քան շատ ողջերի մեջ։ Այս արտահայտությունը, փորագրության պես, դրոշմվեց յուրաքանչյուրի գիտակցության մեջ, ով առնչվեց հենց այդ գրառմանը, ինչ է տեղի ունենում նրանց հետ, ովքեր չեն կարողանում հանգստություն գտնել։ Ամենասուր պարբերություններից մեկը պատմում էր հոգիների մասին, որոնք ունակ չեն հեռանալ։ Պատճառը ոչ թե այն է, որ նրանց ինչ-որ մեկը պահում է, այլ երկրային պլանից բաժանվելու իրենց սեփական ցանկության բացակայությունը։ Նման դեպքերում նրանք վերածվում են այն բանին, ինչն ընդունված է անվանել ուրվականներ։ Դրանք սարսափ հեքիաթների կերպարներ չեն, այլ ավելի շուտ լուր, տխուր, գրեթե անտեսանելի իրականություն։ Բայց ինչպես տարբերել նման, հնարավոր է, տառապող հոգիներին նրանցից, ովքեր գալիս են իսկապես բարի մտադրություններով, օգնություն կամ աջակցություն ցուցաբերելու համար։ Մեսինգը հստակ տարբերություն էր դնում բարիք բերող հոգու եւ ցավով կաշկանդված հոգու միջև։ Նա համեմատում էր դա գարնանային քամու թարմ շնչի եւ նկուղի ծանր, նեխած հոտի տարբերության հետ։ Լուսավոր հոգին, ըստ նրա պնդման, երբեք տագնապ չի առաջացնում։ Նրա ներկայությունը զգացվում է որպես հանկարծակի, պարուրող հանգստություն, ասես անտեսանելի գրկախառնություն։ Հանգստություն չգտած հոգին, ընդհակառակը, բերում է ճնշող անհանգստություն, ծանր լռություն։ Առաջանում է զգացողություն, որ սենյակը դառնում է նեղ, թեև ֆիզիկապես այն մնում է դատարկ։ Էլ ինչ նշաններ կարող են մատնացույց անել նման անտեսանելի ներկայությունը։ Մեսինգը խորապես համոզված էր, եթե մարդը հանկարծ զգում է ուժերի կտրուկ անկում, անընդհատ զգում է ինչ-որ մեկի անտեսանելի ներկայությունը կամ տեսնում է միևնույն կրկնվող երազը, միևնույն կերպարով, դա պարզապես երևակայության խաղ չէ, դա ազդանշան է, ամենից հաճախ նուր խնդրանք։ Նման հոգիները չեն ձգտում վախեցնել, նրանք փնտրում են ըմբռնում, կարիք ունեն նրա, որ իրենց լսեն։ Մեսինգը կարծում էր, որ ողջերի լռությունը ավելի սարսափելի է, քան բուն մահը, քանի որ այն սպառնում է ոչ միայն մոռացությամբ, այլև հիշողության ոչնչացմամբ։ Հնարավոր է բավական է ընդամենը ականջ դնել այդ անտեսանելի շշուկներին, հանգստություն գտնելու եւ նրանց սատարելու համար, ովքեր թվում է հեռացել են ընդմիշտ։ Գոյություն ունի կապ հիշողության եւ մեր բարեկեցության միջև։ Ոմանք պնդում են, որ մոռացությունը ոչ միայն ջնջում է անցյալը, այլև ազդում է ներկայի վրա, զրկելով մեզ ինչ-որ կենսականորեն կարևոր բանից։ Այս հետազոտության մեջ մենք կխորասուզվենք մարդկային գիտակցության քիչ հայտնի ասպեկտների մեջ, որտեղ աշխարհների միջև սահմանը դառնում է անշոշափելի, իսկ հիշողությունը ձեռք է բերում նոր խորքային նշանակություն։ Հայտնի է նրա կողմից նկարագրված մի դեպք, երբ մի կնոջ սկսեցին երազներ գալ։ Դրանցում անփոփոխ կերպով հայտնվում էր մի անծանոթ տղամարդ։ Նա ոչ մի բառ չէր արտասանում, միայն լուր դիտում էր, ամեն անգամ մոտենալով։ Աստիճանաբար քնելու վախը տիրեց նրան, քանի որ այդ մարդու ինքնությունը մնում էր հանելուկ։ Միայն մի քանի շաբաթ անց, երբ նրա ձեռքում հայտնվեց հին լուսանկար, նա ճանաչեց նրան։ Դա նրա քեռին էր, ով հեռացել էր կյանքից նրա ծնվելուց շատ առաջ։ Հատկանշական է, որ կինը կրում էր նրա անունը, եւ թվում էր, հենց նրա հոգին էր ծառայում այն անտեսանելի կամուրջը, որի միջոցով նա կարող էր դրսևորել իր ներկայությունը։ Երբ նա սկսեց բացեի-բաց խոսել նրա մասին, կիսվեր նրա պատմությամբ երեխաների հետ, գիշերային երևույթները դադարեցին, անբացատրելի տագնապը ցրվեց, իսկ մթնոլորտը տանը դարձավ նկատելիորեն թեթև։ Մեսինգը պնդում էր, հիշողությունը պարզապես նրանց պահպանելու միջոց չէ, ովքեր հեռացել են, այլև նրանց հնարավորությունը մնալու մեր աշխարհում առանց տառապանք զգալու։
Բայց ինչ է տեղի ունենում, երբ հիշողությունը նրանց մասին մարում է։ Նա կարծում էր, որ մոռացությունը նրանց դատապարտում է մարման, մինչդեռ անկեղծ հիշողությունը թույլ է տալիս նրանց գտնվել կողքին, խուսափելով ցավից։ Այս սկզբունքն էր ընկած այն երևույթի հիմքում, որը նա անվանում էր մաքրում։ Մարդիկ, ովքեր սկսում էին կրկին խոսել հեռացածների մասին, ոչ թե վշտով, այլ խորը երախտագիտությամբ, ապրում էին այդ վիճակը։ Բայց բավական են արդյոք միայն բարի խոսքերը, թե գոյություն ունեն փոխազդեցության ավելի խորը մեխանիզմներ։ Մեսինգը վճռականորեն մերժում էր իմաստից զուրկ ծիսակարգերը։ Նրա գաղափարները չափազանց պարզ էին և թափանցիկ։ Եթե վառվում է մոմ, ապա միայն սիրով։ Եթե հիշողություններ են գալիս, թող դրանք լցված լինեն ոչ թե վշտով, այլ խորը հարգանքով։ Նա ընդգծում էր, որ զգացմունքները մաքուր էներգիա են, և հենց այդ էներգիան է ծառայում որպես հաղորդիչ, որը հնարավոր է դարձնում կապը չափումների միջև։ Նրա համոզմամբ, ցանկացած ծես մնում է դատարկ առանց անկեղծ զգացմունքի։ Սակայն նույնիսկ մեկ միակ բառը, որն արտասանվել է մտքում ճշմարիտ զգացմունքով, ունակ է դառնալ այն ուղին, որով հոգին կգտնի տուն տանող ճանապարհը։ Բայց ի՞նչն է մեզ խանգարում պահպանել այդ կապը մշտապես։ Մի անգամ իր գրառումներում նա թողեց խորը միտք. մեզ ներշնչել են, որ մահացածները պետք է հեռանան ընդմիշտ, բայց միթե սերը մահանում է, եթե ոչ, նշանակում է նրանք էլ չեն անհետանում։ Նրանք պարզապես սպասում են, որպեսզի իրենց կանչեն իսկապես։ Այս տողերը դարձան հոգևոր կապի բնույթի մասին նրա մտորումների անկյունակարը։ Նա համոզված էր, որ յուրաքանչյուր ոք ունակ է զգալ իր հեռացած մերձավորների ներկայությունը, եթե հաղթահարի վախը։ Հենց վախը, այլ ոչ թե բուն մահը, հանդիսանում է իրական խոչընդոտ։ Մեսինգը մարմինները համեմատում է ժամանակավոր հանդերձանքի հետ, որոնք անհրաժեշտ են հոգուն, իրեն այս աշխարհում դրսևորելու համար։ Իրական էությունը փակված չէ ֆիզիկական թավանթի մեջ։ Նա դրանում տեսնում էր մարդկության գլխավոր պատրանքը։ Մենք նշանակություն ենք տալիս նրան, ինչն անխուսափելիորեն քայքայվում է, և մոռանում ենք հավերժականի մասին։ Իսկ հավերժականին նա դասում էր զգացմունքները, հիշողությունը և ներքին լույսը։ Նա հաստատուն վստահ էր, այդ լույսն էլ հենց բուն մարդն է։ Եվ երբ ինչ-որ մեկը լքում է այս աշխարհը, հենց այդ լույսն է մնում խոսքերում, արարքներում, ուրիշների ճակատագրերի վրա թողած դրոշներում։ Նշանակում է, նրանց ներկայությունը մեր մեջ պահպանվում է միշտ։ Բայց ինչ է տեղի ունենում, երբ հոգիները չեն կարողանում հանգստություն գտնել։ Հատուկ տագնապ էին նրա մոտ առաջացնում իրավիճակները, երբ հոգիները կարծես հայտնվում էին թակարդում աշխարհների միջև։ Նրանք չէին կարողանում ոչ վերջնականապես հեռանալ, ոչ վերադառնալ։ Նա նկարագրում էր այդ վիճակը որպես անվերջ սպասում։ Նման դեպքերում արձանագրվում էին անբացատրելի երևույթներ, ժամացույցները հանկարծակի կանգ էին առնում կամ փչանում, առարկաները անհետանում էին, իսկ հետո կրկին հայտնվում, առաջանում էին կրկնվող նշաններ։ Հատկապես հաճախ էր նկատվում միևնույն թռչունի հայտնվելը պատուհանի մոտ նույնիսկ այն եղանակներին, երբ դա կենսաբանորեն անհնար էր։ Մեսինգը կարծում էր, որ աշխարհը ձգտում է մեզ հետ երկխոսության մեջ մտնել, և երբեմն դա անում է կրկնությունների, ցիկլիկ երևույթների և կերպարների միջոցով, որոնք հանգիստ չեն տալիս։ Մի անգամ նա գրի առավ. եթե ինչ-որ նշան հանդիպում է 3 անգամ, այն չի կարելի անտեսել։ Դա պարզ զուգադիպություն չէ, դա կանչ է, բայց կոնկրետ ինչ է կանգնած այդ համառ կոչի հետևում։ Ինչ է թաքնված այդ համառ կանչի հետևում։ Եվ ինչու էր Մեսինգը համոզված, որ որոշ հոգիներ շարունակում են իրենց գոյությունը մեր մեջ ոչ պատահաբար, այլ որոշակի առաքելությամբ։ Նա պնդում էր, որ գոյություն ունեն էություններ, որոնք ոչ միայն դիտում են, այլև ակտիվորեն ազդում են կատարվողի վրա։ Նրանք կարծես տանում են, տալիս են հուշումներ, իսկ երբեմն նույնիսկ միջամտում են, որպեսզի կանխեն դժբախտությունը։ Մեսինգը նրանց անվանում էր խաչմերուկների պահապաններ։ Այս էությունները ոչ ոգիներ էին, ոչ ուրվականներ, ոչ էլ ակնթարթային տեսիլքներ։ Նա նրանց համարում էր իրական, որոնց տրված է մնալ կողքին ավելի երկար, քան մյուսներին։ Սակայն ոչ յուրաքանչյուրին է տրված նրանց զգալ։ Միայն նրանց, ում սիրտը պահպանում է բացությունը, հասանելի է այդ նուրբ ընկալումը։ Բայց ինչպես է դրսևորվում նման միջամտությունը առօրյա կյանքում։ Նա հիշում էր դեպք, երբ զգաց անբացատրելի ցուրտ։ Դա տեղի ունեցավ ամառային օրվա կեսին մի սենյակում, որտեղ չկար ոչ մի փոքրագույն միջանցիկ քամի։ Այդ թափանցող ցրտի հետ միասին եկավ տագնապի հստակ աճող զգացում։ Մոտավորապես 1 ժամ անց հնչեց հեռախոսազանգ, որը բերեց ծանր լուրեր մերձավոր մարդու մասին։ Մեսինգը անդրդվելի էր իր վստահության մեջ։ Տագնապի նախակարապետը առաջ անցավ բուն իրադարձությունից, և դրա աղբյուրը ոչ թե տրամաբանությունն էր, այլ ինչ-որ էություն։
որը ձգտում էր նախապատրաստել նրան գալիք նորություններին։ Արդյոք նման պահերը եզակի զուգադիպություններ են։ Նման պահերը նա բնութագրում էր որպես բեկումներ։ Համաձայն նրա դիտարկումների, յուրաքանչյուր մարդ կյանքում գոնե մեկ անգամ բախվում է նման երևույթի։ Դա պարզապես կանխազգացում չէ, դա նպատակաուղղված միջամտություն է։ Նա բացատրում էր, երբ մարդը շեղվում է իր ճշմարիտ ուղուց, նրանք միջամտում են նշանների, պատահականությունների շարքի կամ անսպասելի հանդիպումների միջոցով, եւ եթե նրանց լսում են, նրանք նահանջում են։ Եթե ոչ, ապա շարունակում են կանչել։ Մեսինգի համար դա խավարամտության դրսևորում չէր, այլ ավելի շուտ հստակ օրինաչափություն։ Նա կարծում էր, որ մարդկությունը պարզապես սովորել է չընկալել այդ ցածր ձայները, բայց ով է առավել ունակ լսել դրանք։ Մեսինգը հատուկ առանձնացնում էր երեխաներին, նրանց համարելով զգալիորեն ավելի ընկալունակ։ Նա նրանց անվանում էր մաքուր հաղորդիչներ, քանի որ նրանց գիտակցության մեջ դեռ բացակայում էին այն մերժելու սովորությունները, ինչը չի տեղավորվում սովորական շրջանակներում։ Նա բերում էր տասնյակ օրինակներ, երբ փոքրիկները կարող էին խոսել մարդկանց մասին, ում երբեք չեն հանդիպել կյանքում, նկարագրել տներ, որտեղ երբեք չեն եղել, կամ դիմել խնդրանքով, բարևել նրանց, ում մեծահասակները չէին տեսնում։ Նա երբեք դա չէր համարում մանկական հնարովի բաներ։ Նրա կարծիքով, այդ տարիքում աշխարհների միջև սահմանը հատկապես նուրբ է, բայց տարիների ընթացքում այն աստիճանաբար հաստանում է արտաքին աղմուկի, վախերի եւ անվստահության ազդեցության տակ։ Միայն քչերն են ունակ պահպանել այդ եզակի կապը ամբողջ կյանքի ընթացքում։ Ինչ ապացույցներ էր նա գտնում այդ մանկական պատմություններում։ Նա մանրամասն պատմել է մի աղջկա մասին, ով ամեն երեկո, քնելուց առաջ նստելով մահճակալին, զրույցներ էր վարում ինչ-որ մեկի հետ։ Ծնողները դրան առանձնահատուկ նշանակություն չէին տալիս, մինչև մի անգամ լսեցին նրա խոսքերը։ Նա ասաց, որ դու այսօր տխրել ես, բայց ամեն ինչ լավ կլինի։ Եվ այս խոսքերը եղան բացարձակ ճշմարտություն։ Աղջկա մայրը ողջ օրը գտնվել էր տագնապի մեջ վատ նորությունների պատճառով, բայց ոչ ոքի այդ մասին չէր պատմել։ Աղջիկը ոչ մի կերպ չէր կարող իմանալ դա, սակայն նա գիտեր, կամ ինչ-որ անտեսանելի մեկը նրա կողքին գիտեր։ Մեսինգը հավաքում էր նման դեպքերը հատուկ խնամքով, ասես թանկարժեք քարեր, քանի որ հասկանում էր, դրանցում ամփոփված է ճշմարտությունը։ Ոչ այն, որը ենթարկվում է ստուգման սարքերով, այլ այն, որը խորը արձագանք է գտնում բուն հոգու մեջ։ Հնարավոր է հենց դրանում էլ թաքնված է անտեսանելի կապերը հասկանալու բանալին, որոնք շրջապատում են մեզ ամեն օր։ Մարդկային գիտակցության խորքերում թաքնված է հավատը, որն ունակ է պարգևել մխիթարություն եւ նույնիսկ հնարավոր է երկարաձգել հանգստության տարիները։ Եթե միայնական չտնենք նրա ցածր շշուկին, Վոլֆ Մեսինգը, մարդ, ում անունը պարուրված է լեգենդներով, իրենից հետո թողել է ոչ միայն գուշակություններ, այլև փիլիսոփայական մտորումներ, որոնք խորապես արձագանքում են հոգում։ Նա գրում էր, որ երբեմն միակ ճանապարհը գիտակցելու, որ մարդը մենակ չէ, դա պարզապես դրան հավատալն է։ Այս միտքը թվում է խաբուսիկ պարզ, բայց դրա հետևում թաքնված է հայացքների ամբողջական համակարգ։ Հավատ ոչ թե պատրանքային կերպարների հանդեպ, այլ խորը վստահություն, որ անտեսանելին չի նշանակում գոյություն չունեցող։ Բայց ինչպես տարբերել ճշմարիտ հավատը ինքնախաբեությունից։ Մեսինգը նաև պնդում էր, որ կապը նրանց հետ, ովքեր հեռացել են, դրսևորվում է հատկապես վառ խորը վշտի պահերին, ոչ այն պատճառով, որ տառապանքը ինչ-որ կերպ ձգում է նրանց, այլ այն պատճառով, որ նման ժամերին մարդկային բանականությունը թուլանում է։ Բացվելով այլ ընկալման համար, տրամաբանությունը նահանջում է տեղը զիջելով մաքուր զգացմունքին։ Հենց այդ ժամանակ, լիակատար միայնության պայմաններում կարող է առաջանալ հանկարծակի զգացողություն, կողքին ինչ-որ մեկը կա։ Դա չի դրսևորվում խոսքերով կամ հստակ կերպարով։ Ավելի շուտ, դա ինչպես փոփոխություն լռության մեջ, ասես ինքը օդը դառնում է ուշադիր, եւ եթե այդ պահին մտովի հարց տաս, գալիս է պատասխան։ Նրա գրառումների մեջ հայտնաբերվում է նաև ավելի տարօրինակ դիտարկում։ Նրանք չեն խոսում բերանով, նրանք հնչում են ներսում, ասես մարդը պատասխանում է ինքն իրեն, բայց անկարծ գիտակցում է, որ դա իր սեփական միտքը չէ։ Նման պահերը Մեսինգը անվանում էր ճշմարիտ հանդիպումներ, ոչ թե միստիֆիկացիա, այլ խորքային իրականության դրսևորում։ Եթե նման բան տեղի է ունենում, դա նրա կարծիքով նշանակում է, որ ուղերձը լսվել է։ Հնարավոր է, ինչ-որ մեկը այն կողմում սպասել է այդ կոնտակտին շատ ավելի երկար, քան ապրողը, բայց կոնկրետ ինչ են նրանք փորձում հասցնել։ Նա նաև նկարագրում էր մի երևույթ, որն անվանում էր վերադարձի հետքեր։ Այդ մարդիկ ըստ նրա խոսքերի վաղ մանկությունից օժտված են արտասովոր իմաստնությամբ։ Նրանք արտասանում են բաներ,
որոնք թվում են չափազանց հասուն իրենց տարիքի համար, նայում են աշխարհին ոչ թե վախով, այլ հանդարտ, երբեմն տխուր ժպիտով եւ ձգտում են օգնել ուրիշներին, նույնիսկ երբ իրենք ունեն աջակցության կարիք։ Ինչ ուժ է շարժում այդ անսովոր հոգիներին։ Մեսինգը երբեք չէր խոսում ռեինկարնացիայի մասին դրա ուղիղ իմաստով։ Նա միայն գրում էր, որ երբեմն հոգիները գալիս են որպեսզի ուղղեն, եւ այդ ժամանակ նրանց ուղին ծառայելն է առանց փառքի, առանց պարգևի, պարզապես որովհետև այլ կերպ նրանք չեն կարող։ Բայց ինչպես ճանաչել, թե ում ենք մենք հանդիպում։ Պատահական անցորդի, թե հոգու, որը վերադարձել է ավարտելու ինչ-որ անավարտ բան։ Ինչպես տարբերել ճշմարիտ նշանը պարզ զուգադիպությունից։ Եվ ինչու էր Մեսինգը այդքան վստահ, որ ապագա մարդկությունը կախված է այդ ցածր, բայց համառ ձայները լսելու ունակությունից։ Նա զգուշացնում էր, որ մարդկությունը հայտնվել է այն բանի մոռացության շեմին, ինչը նրան դարձնում է իսկապես կենդանի։ Մեսինգը հավատում էր, եթե մարդիկ դադարեն լսել հեռացածների կանչը, եթե մերժեն ամեն ինչ, ինչը հնարավոր չէ շոշափել, ապա աստիճանաբար կկորցնեն ոչ միայն հիշողությունը, այլև հոգին։ Այդ վիճակը նա անվանում էր հոգևոր լռություն, երբ աշխարհը լի է ձայներով, բայց մարդու ներսում տիրում է դատարկություն։ Հենց այս լռության մեջ պնդում էր նա։ Ձայները մյուս կողմից լռում են, որովհետև մարդիկ կորցնում են դրանք զանազանելու ունակությունը։ Ինչու է սպառնում այդ լռությունը։ Նա շատ ուշադրություն էր դարձնում երազներին, բայց ոչ նրանց, որոնք ծնված են ցերեկային տագնապներից, այլ նրանց, որոնք գալիս են որպես ուղերձներ, փափուկ, անորսալի աղոտ կերպարներով, բայց բացարձակ պարզ էությամբ։ Այդպիսի երազներից մեկը նա նկարագրում էր հատուկ մանրամասնությամբ։ Նա կանգնած էր սև, անհատակ, բայց կատարելապես հանգիստ գետի ափին։ Հակառակ կողմում երևում էին հստակ ուրվագծեր, բայց դրանք մարդիկ չէին։ Նրանցից մեկը բարձրացրեց ձեռքը, ժեստով կանչելով նրան։ Այդ պահին Մեսինգը զգաց. դա երազ չէ, դա ավելին է։ Արթնանալով նա գիտակցեց, որ հրավիրված էր սահմանից այն կողմ, բայց ընտրեց մնալ։ Ինչու նա կայացրեց նման որոշում։ Ես դեռ ամեն ինչ չեմ փոխանցել, գրում էր նա։ Ես պետք է հիշեցնեմ մարդկանց, որ մահը թշնամի չէ, դա դուռ է, բայց բացվում է միայն նրանց առջև, ովքեր գնում են մաքուր սրտով։ Այս տողերը դարձան բանալի նրա վերջին տարիները հասկանալու համար։ Նա ավելի ու ավելի հաճախ էր գնում դեպի մենակություն, կրճատում էր ելույթները, հրաժարվում էր հարցազրույցներից, հանդիպումներից եւ նույնիսկ փառք խոստացող առաջարկներից։ Նա փնտրում էր լռություն, այն նույնը, որում կարելի էր լսել։ Եվ հենց այդ լռության մեջ ծնվեց նրա գլխավոր կռահումը։ Կապը աշխարհների միջև գոյություն ունի ոչ թե պարզ մխիթարության համար։ Այն տրված է որպես միջոց, գիտակցելու սեփական սխալները, հասկանալու սեփական կոչումը եւ խուսափելու անցյալի կրկնությունից։ Նա կարծում էր, որ յուրաքանչյուր մարդ կյանքում ստանում է ակնարկներ կորուստների, հանդիպումների, թվում էր, թե պատահական խոսքերի միջոցով։ Եթե մարդը ականջ է դնում, նա սկսում է տեսնել իր ճանապարհը։ Եթե անտեսում է, դեգերում է լաբիրինթոսում։ Բայց ինչպես սովորել զանազանել այդ ակնարկները։ Մի անգամ Մեսինգը հանդիպեց մի կնոջ, ով կորցրել էր երեխային։ Նա կոտրված էր, ամփոփվել էր իր մեջ, դադարել էր խոսել, կորցրել էր կյանքի համը։ Նա չսկսեց նրան մխիթարել, նա պարզապես ասաց. նա չի գնացել, նա կողքին է, բայց նրան զգալու համար պետք է ապրել։ Մի քանի շաբաթ անց կինը երկար ժամանակ անց առաջին անգամ փողոց դուրս եկավ, իսկ հետո սկսեց նկարել։ Նրա յուրաքանչյուր նկար լցված էր լույսով, եւ դրանցից շատերի վրա կրկնվում էր միևնույն կերպարը. տղա, ով գրկել է ծառը։ Երբ նա գիտակցեց, որ նկարում է իր որդուն, նրա արցունքները այլևս դառը չէին, դրանք դարձան երախտագիտության արցունքներ։ Կարող էր դա լինել հենց այդ կոնտակտը։ Մեսինգը գրում էր. կորուստները վերջը չեն, դրանք անցման կետեր են, որոնցից յուրաքանչյուրի հետևում թաքնված է հնարավորություն լսելու այն, ինչը երբեք չի մահանում։ Նա խորապես վստահ էր, եթե մարդը սովորում է զգալ, նա դադարում է վախենալ, իսկ երբ վախն անհետանում է, հոգին ազատագրվում է։ Հենց այդ ժամանակ տեղի են ունենում հրաշքներ, լուր, աննկատ, բայց ունակ փոխելու ամեն ինչ։ Նա շատ էր խոսում գիշերային ժամերի մասին։ Դա հատուկ ժամանակ է, երբ բանականությունը քնած է, բայց հոգին արթուն է։ Սովորաբար առավոտյան ժամը 3-ի եւ 5-ի միջև։ Այդ ժամերին մարդիկ ավելի հաճախ են արթնանում տագնապից, զգում են տարօրինակ առօգություն կամ լսում են կանչ։ Դա անքնություն չէ, գրում էր նա։ Դա հանդիպում է։ Եվ եթե նման ժամերի գալիս է միտք, այն ամենից հաճախ ձերը չէ, այլ բխում է նրանցից, ովքեր սպասում են, որպեսզի լսելի լինեն։ Հնարավոր է արժեականջ դնել այդ լռությանը։
Այն բանի հասկացումը, թե ինչ է տեղի ունենում կյանքի սահմանից այն կողմ, կարող է խորը մխիթարություն բերել։ Դա պարզապես փիլիսոփայական հայեցակարգ չէ, այլև ներքին հանգստության բանալի, որն ունակ է փոխել բուն գոյության ընկալումը։ Բայց ինչպես մոտենալ այդ գիտելիքին։ Հայտնաբերված նամակներից մեկում պարունակվում է զարմանալի խոստովանություն։ Լիակա մի անգամ լսեց իր վաղուց մահացած մոր ձայնը։ Նա երբեք չէր հայտնվում նրան երազներում, բայց այդ գիշեր արտասանեց մեկ միակ բառ՝ կանգնիր։ Այդ պահին նա պատրաստվում էր արմատական փոփոխությունների։ Մեկն էլ լիովին խզեր կապը անցյալի հետ։ Այդ բառը փոխեց ամեն ինչ։ Նա մնաց եւ հենց այդ օրերին սկսեց ստեղծել այն նույն գրառումը, որը տասնամյակներով գաղտնի էին պահում։ Ինչ կար այդ տողերում, որ պահանջում էր այդքան երկար թաքցնել։ Ինչու էին այդ գրառումը թաքցնում։ Ինչու ոչ ոք չհամարձակվեց հրապարակել այն անմիջապես նրա կյանքից հեռանալուց հետո։ Հեղինակը չէր խախտում իր ժամանակի ոչ մի արգելք։ Հնարավոր է հենց դրանում էր կայանում խնդիրը։ Նա գրում էր մաքուր ճշմարտությունը, առանց գունազարդման, առանց լեգենդների, առանց վախերի, պարզապես մարդկային փորձի մասին։ Եվ հենց այդ ուղղամտությունն էր վախեցնում, չէ՞ որ ճշմարտությունը, որն արտասանվում է առանց վարագույրի, դառնում է վտանգավոր։ Այն ունակ է արթնացնել գիտակցությունը։ Բայց ինչու այն հրապարակեցին միայն հիմա։ Եթե այս գրառումը այնուամենայնիվ հասել է մեր ժամանակներ, նշանակում է ինչ-որ մեկը որոշում է կայացրել։ Ժամանակը եկել է, այժմ կարելի է։ Մարդկությունը վերջապես հասունացել է այն մտքի համար։ Մահվանից հետո դատարկություն չէ։ Բայց այդ դեպքում ինչ է գտնվում այդ անտեսանելի սահմանից այն կողմ։ Եվ գլխավորը ինչու էր Մեսինգն այդքան համոզված, որ այնտեղ ոչ միայն սպասում են, այլև դիտում, օգնում, իսկ երբեմն նույնիսկ տանում։ Նրա համոզմունքը ոչ կրոնական, ոչ էլ փիլիսոփայական արմատներ ուներ։ Այն բխում էր ներսից, խորքերից, որոնք կապված չեն սովորական հիշողության հետ, ինչը տվեց նրան նման անդրդվելի համոզվածություն։ Մեսինգը պնդում էր. գոյություն ունի դաշտ, որտեղ յուրաքանչյուր հոգի հետք է թողնում։ Այդ հետքը ոչ կերպար է, ոչ ձայն, ոչ ստվեր։ Դա ազդեցություն է, նուրբ, գրեթե անտեսանելի, բայց երբեմն վճռորոշ։ Նա դիտարկում էր, թե ինչպես է տագնապի հանկարծակի զգացումը ետ պահում մարդուն ճակատագրական արարքից, ինչպես է երթուղին փոխելու անբացատրելի ցանկությունը փրկում անխուսափելի դժբախտությունից, ինչպես է տրամաբանությանը չենթարկվող ներքին ձայնը դրդում ճակատագրական հանդիպման։ Նա կարծում էր, որ հենց այդպես են գործում հոգիները, որոնց թույլատրված է լինել կողքին։ Նրանք, ովքեր գտնվում են այլ պլանում, բայց շարունակում են հոգ տանել։ Նա նրանց անվանում էր ոչ թե հրեշտակներ, ոչ թե հովանավորներ, այլ պարզապես յուրայիններ, եւ հավատում էր, որ այդպիսի յուրայիններ ունի յուրաքանչյուր ոք։ Երբեմն դրանք հեռացած մերձավորներն են, երբեմն ինչ-որ մեկը հեռավոր անցյալից։ Իսկ երբեմն դա մի հոգի է, ում հետ կապ չի եղել ընթացիկ կյանքում, բայց որը ժամանակին զգացել է կողքին լինելու անհրաժեշտությունը։ Այդ անտեսանելի օգնության էլ ինչ դրսևորումներ էր նա նշում։ Նա օրինակ էր բերում մի կնոջ, ով ամեն անգամ հուսահատության եզրին հայտնվելիս իր ներսում լսում էր մի արտահայտություն. դու կհաղթահարես։ Դա ձայն չէր, այլ մաքուր միտք, ասես ինչ-որ մեկը, ում նա երբեք չի ճանաչել, գտնվում էր նրա ներսում եւ հստակ հասկանում էր, ինչպես սատարել։ Եվ ահա մի անգամ, իր տատիկի հին թղթերը դասավորելիս, նա հանդիպեց մի նամակի, որտեղ բառ առ բառ գրված էր նույն արտահայտությունը։ Այդ պահից մենության զգացումը լքեց նրան։ Ինչպես էին նման զուգադիպությունները բացատրվում նրա աշխարհայացքում։ Մեսինգը նման պատմությունները հնարովի չէր համարում։ Նա դրանցում տեսնում էր անհերքելի հաստատում այն բանի, որ կյանքը տարածվում է ծննդի եւ մահվան շրջանակներից շատ հեռու։ Դա վիճակների, իրադարձությունների եւ ազդեցությունների անընդհատ շղթա է, որտեղ հոգին չի անհետանում, այլ ընդամենը փոխում է ձևը եւ տեղակայումը։ Նա կարծում էր, որ եթե լինենք բավականաչափ ուշադիր, ապա մի օր կգա հասկացումը, կողքին ավելին է, քան թվում է։ Նա գրում էր լռության մեջ, իսկ ճշմարտությունը հիշողության մեջ է, սիրո մեջ, անմահությունը։ Այս երեք առանցքային արտահայտությունները նրա համար դարձան աշխարհի հոգևոր կառուցվածքի հասկացման հիմքը։ Լռությունը որպես հոգու շփման միջավայր, հիշողությունը որպես խարիսխ, որը պահում է անտեսանելի թելը, եւ սերը որպես էներգիա, որը ենթակա չէ մահվան։ Բայց ինչպես է այդ սերը դրսևորվում ամենասովորական բաներում։ Նա հիշում էր դեպք մի տարեց տղամարդու հետ, ով ամեն առավոտ երազում տեսնում էր իր կնոջը։ Նա հեռացել էր կյանքից ավելի քան 10 տարի առաջ, բայց ամեն առավոտ նա արթնանում էր այն զգացողությամբ, ասես հենց նոր բռնել էր նրա ձեռքը։ Այդ զգացողությունն այնքան իրական էր, որ նա նույնիսկ զգում էր նրա մատների ջերմությունը։
Երազներից մեկում նա իբրև թե արտասանել էր. «Մի վախեցիր անցումից, ես կդիմավորեմ քեզ»։ Դրանից հետո տղամարդը դադարեց մահվան հանդեպ վախ զգալ։ Նա սկսեց ապրել այլ կերպ, լռությունը սրտում, բայց առանց ցավի։ Մեսինգը գրում էր. «Նրանք, ովքեր սպասում են մեզ այնտեղ, չեն ցանկանում, որ մենք տառապենք այստեղ։ Նրանք ուզում են, որ մենք հասկանանք, նրանց սերը չի անհետացել։ Այն դարձել է մեր մասը։ Ինչն է սիրուց բացի կապում մեզ հեռացածների հետ»։ Նա ընդգծում էր. «Մահը պատիժ չէ, այլ վերադարձ։ Եվ նրանք, ովքեր գնացել են, հաճախ մնում են, որպեսզի ճանապարհեն մեզ, երբ գա մեր ժամանակը։ Եվ նույնիսկ ավելին նրանք կարող են օգնել, քանի դեռ մենք այստեղ ենք, եթե մենք նրանց դրա իրավունքը տանք։ Իսկ այդ իրավունքը տալիս է ոչ թե աղոթքը եւ ոչ թե ծեսը, այն տալիս է զգացմունքը։ Ինչպես է այդ զգացմունքը դրսևորվում առօրյա կյանքում»։ Մեսինգը վստահ էր, որ ոչ ոք վերջնականապես չի հեռանում, քանի դեռ նրա մասին հիշում են։ Բայց նույնիսկ եթե հիշողությունը մարում է, մնում է հետ կարարքներում, կատարված ընտրության մեջ, ինտուիցիայում։ Նա դա անվանում էր հոգու ներքին կողմնացույց եւ հավատում էր, որ ուրիշի հոգին ունակ է մեր ձեռքը քարտեզ դնել, եթե ճանապարհը կուրսված է։ Գլխավորը լինել բաց ոչ թե խոսքերով, այլ սեփական ներսում։ Նա նկարագրում էր մի մարդու, ով փրկեց երեխային, չգիտակցելով իր իմպուլսիվ արարքի պատճառները։ Ավելի ուշ պարզվեց, որ նա ճշգրտորեն կրկնել է իր հոր գործողությունները գրեթե 30 տարի առաջ, ինչի մասին երբեք չի իմացել։ Դա զուգադիպություն չէր, դա արձագանք էր։ Մեսինգը հավատում էր, որ նման պահերը ոչ թե բանականության, այլ տոհմի հիշողության դրսևորում են հոգևոր կապի, որը փոխանցվում է սերնդեսերունդ։ Նա գրում էր. «Երբեմն մեր մեջ հնչում է նրանց ձայնը, ովքեր ժամանակին մեզ սիրել են այնքան ուժեղ, որ մնացել են։ Ինչու իմանալով այս ամենը, մարդկությունը շարունակում է այդքան ուժեղ վախենալ մահից։ Բայց եթե այս ամենը ճշմարտություն է, եթե հոգիները իսկապես կարող են մնալ կողքին, ազդել եւ օգնել, ինչու է այդ դեպքում մարդկությունը դեռևս այդքան ուժեղ վախենում մահից։ Ինչու է մահանալը շրջապատված լռությամբ եւ վախով, այլ ոչ վստահությամբ եւ լույսով։ Ինչու նույնիսկ մերձավորների մասին հիշողությունը երբեմն ցավ է պատճառում, այլ ոչ թե հանգստություն»։ Մեսինգը պնդում էր, որ մահվան վախը ոչ թե բնածին զգացում է, այլ դրսից պարտադրված։ Նա գրում էր. «Մեզ չեն սովորեցնում մահանալ։ Մեզ սովորեցնում են վախենալ նրանից, ինչը ոչ ոք չի բացատրել»։ Նա համոզված էր, որ հենց դրանում է թաքնված գլխավոր խնդիրը, անխուսափելիի մերժման մեջ։ Իսկ այն, ինչ մերժվում է, վերածվում է սարսափի։ Երբ մարդը պատրաստ չէ անհայտի հետ հանդիպմանը, նա այն ընկալում է որպես թշնամի։ Իսկ չէ, որ իրականում դա պարզապես քայլ է, հանգիստ, անորսալի, բնական։ Հնարավոր է եկել է ժամանակը այդ քայլին այլ կերպ նայելու։ Մարդկային փորձի խորքում առօրյա աղմուկի մեջ թաքնված է մի բան, որն ունակ է բուժել։ Դա դեղամիջոց չէ եւ ոչ էլ ծես, այլ հիշողության նուրբ թել։ Բայց ինչպես ճիշտ բռնել այդ թելը, որպեսզի այն չվիրավորի, այլ պարգևի լույս եւ ուժ։ Հետազոտողը բազմիցս վերադառնում էր այն մտորումներին, թե ինչու են հեռացածների մասին հիշողությունները այդքան հաճախ պատված վշտով։ Ինչու են անցյալի կադրերը պահվում ապակու հետևում, ասես դրանք անհրաժեշտ է մեկուսացնել կենդանի հպումից։ Ինչու հիշելով մարդիկ ավելի հազվադեպ են ժպտում եւ ավելի հաճախ արցունքներ թափում։ Նա դա անվանում էր հիշողության բուն բնույթի աղավաղում։ Իր աշխատություններում նա պնդում էր. եթե մարդու մասին մտքի դեպքում հոգում լույս է սփռվում, նշանակում է նրա ներկայությունը զգացվում է կողքին։ Իսկ եթե վրա է հասնում խավարը, դա նշանակում է լույսի մերժում եւ կապվածություն տառապանքին։ Սրա հետ դժվար է չհամաձայնել, չէ՞ որ միթե նրանք, ովքեր կյանքում նվիրում էին իրենց սերը, կցանկանային տեսնել մերձավորներին կոտրված իրենց գնալուց հետո։ Իր հրապարակային ելույթներից մեկում նա դիմեց ունկնդիրներին խորը հարցով. «Կցանկանայիք արդյոք, որ ձեր վերջին շնչից հետո մերձավորները հիշեին ձեզ արցունքներով, համակված վախով եւ մեղքի զգացումով, թե անկեղծ ջերմությամբ, լուսավոր ժպիտով եւ խորը երախտագիտությամբ»։ Պատասխանը թվում էր կախված էր օդում ակնհայտ յուրաքանչյուրին։ Ապա նա ավելացրեց. «Հենց այդպես, լույսի մեջ, այլ ոչ թե տխրության ստվերում, նրանք նույնպես ուզում են հիշվել»։ Այս խոսքերը պարզապես փիլիսոփայական դատողություն չէին։ Դրանք բացում էին ճանապարհ դեպի բաց թողնելու արվեստը առանց կորստի, դեպի առանց տառապանքի զգալու ունակությունը, դեպի հիշելու կարողությունը առանց քայքայվելու։ Բայց ինչպես տիրապետել այդ արվեստին մի աշխարհում, որտեղ կորստի ցավը թվում է անխուսափելի։ Նա հաճախ որպես օրինակ էր բերում մի տարեց տղամարդու պատմություն, ով ամեն առավոտ ուղիղ ժամը 6-ին դուրս էր գալիս իր այգին եւ թարմ թրմված թեյով բաժակը դնում դատարկ աթոռին։ Կնոջս համար,
բացատրում էր նա։ Նա սիրում էր առավոտյան թեյ, թող նստի ինձ հետ։ Այս ամենօրյա ծեսը հուսահատ փորձ չէր, պահելու այն, ինչը գնացել է ընդմիշտ, այլ ծառայում էր որպես լուր, լուսավոր, սիրով լի խոստովանություն, զուրկ որևէ ճիգից։ Ամենազարմանալին այն էր, որ այդ այգում միշտ տիրում էր հարմարավետության հատուկ զգացողություն։ Ասես անտեսանելի ներկայությունը իսկապես լցնում էր տարածությունը։ Հանգիստ, սիրող, տագնապից զուրկ։ Կարող էր դա լինել ավելին, քան պարզապես մխիթարություն։ Հետազոտող Մեսինգը բացատրում էր, որ հիշողությունները գործում են որպես յուրօրինակ պորտալներ։ Այդ անտեսանելի դարպասներով ներթափանցում են ոչ միայն կերպարներ և մտքեր, այլև որոշակի էներգիա։ Եթե մարդը հիշում է խորը ցավով, նա ըստ էության հետ է քաշում հոգուն, ստիպելով նրան նորից ապրել կորուստը։ Եթե հիշողությունները լցված են սիրով, այդ լույսը լուսավորում է ճանապարհը։ Հենց այդ պատճառով նա համառորեն կոչ էր անում. սովորեք խոսել նրանց մասին, ովքեր արդեն կողքին չեն, այնպես, ասես նրանք պարզապես տեղափոխվել են հարևան սենյակ։ Մի լռեք նրանց անունները, մի վախեցեք արտասանել դրանք բարձրաձայն։ Դա ոչ թե ուրվականներ է կանչում, այլ վերադարձնում է ձեր աշխարհ կենդանի ջերմություն։ Բայց ինչ է տեղի ունենում, երբ այդ պորտալները մնում են փակ։ Իր խորիմաստ նամակներից մեկում նա թողել է միտք, որը հեղաշրջում է կորստի մասին սովորական պատկերացումը։ Եթե նրանց մասին, ովքեր լքել են այս աշխարհը, երբեք չեն խոսում, նրանք աստիճանաբար վերածվում են ստվերների, բայց եթե նրանց անունները հնչում են, նրանք դառնում են ձեր տան անբաժանելի մասը։ Դա միստիկական պնդում չէր, այլ ավելի շուտ մարդկային խորքային բնույթի արձանագրում։ Մահը պարուրող լռությունը ծնում է օտարում, մինչդեռ կյանքը, նույնիսկ ֆիզիկական հեռանալուց հետո, պահանջում է ձայն, շնչառություն և ճանաչում։ Նա հավատում էր, որ հեռացածների հետ փոխազդեցության հենց այս եղանակն է թույլ տալիս մեզ իսկապես զգալ մեզ ողջ։ Չէ՞ որ միայն գիտակցելով, որ ճշմարիտ սերը ուժեղ է ժամանակից, մարդը դադարում է վախ զգալ անխուսափելի վերջից։ Նա պնդում էր, որ ամենասարսափելի կորուստներից մեկը ոչ թե բուն մարդու հեռանալն է, այլ նրա հետ խորը կապի խզումը սեփական հոգում։ Երբ սիրտը քարանում է, երբ հիշելու ներքին արգելքը այրում է ներքին լույսը, հենց այդ ժամանակ է վրա հասնում իսկական դատարկությունը։ Սակայն, եթե թույլ տաս քեզ հիշել անկեղծ, ջերմությամբ, այդ դատարկությունը աննկատ լցվում է ներկայությամբ, նուրբ, հազիվ շոշափելի, բայց ամեն ինչ փոխելու ունակ։ Բայց ի՞նչն է արգելափակում ներկայությունը զգալու այդ ունակությունը։ Նա պատմեց մի կնոջ մասին, ով 30 տարի շարունակ իր օրը սկսում էր միևնույն արտահայտությամբ. «Բարի լույս, հայրիկ»։ Նա չէր զգում նրա ֆիզիկական ներկայությունը, բայց այդ բառերից հետո նրա տանը միշտ հանգստություն էր տիրում։ Բարդ որոշումներ կայացնելու պահերին նա կարծես իր ներսում լսում էր ոչ բառացի հավանություն, ոչ թե կոնկրետ ձայն, այլ ներքին պարզություն։ Նա գրում էր. «Դա երևակայության պտուղ չէ, դա ճշմարիտ կապ է։ Այդպես է դրսևորվում տոհմի հիշողությունը։ Այդպես են խոսում հոգիները»։ Բայց եթե այս ամենը իսկապես այդքան պարզ է, ինչու են որոշ մարդիկ զգում այդ անտեսանելի ներկայությունը, իսկ մյուսները՝ ոչ։ Ինչու են ոմանց երազին գալիս հեռացած մերձավորները, իսկ մյուսներին՝ երբեք։ Ինչու են ոմանք նկատում նշաններ, իսկ մյուսները տեսնում են միայն դատարկություն։ Միթե դա հատուկ շնորհ է, որը հասանելի է միայն ընտրյալներին, թե գոյություն ունի մի բան, որը խանգարում է մեզ լսել նրանց, ովքեր գտնվում են այն կողմում, թեև նրանք շարունակում են թակել նորից ու նորից։ Հետազոտող Մեսինգը կտրականապես չէր համարում այդ ունակությունը ընտրյալների արտոնություն։ Նա պնդում էր, որ անտեսանելի ներկայությունը լսելու, զգալու և նկատելու կարողությունը դրված է յուրաքանչյուր մարդու մեջ ի ծնե։ Սակայն մեծամասնության մոտ այդ ներքին ալեհավաքը արգելափակվում է հզոր պատնեշներով, վախով, գերիշխող տրամաբանությամբ, թաքնված վիրավորանքով կամ խորը ցավով։ Նա դա համեմատում էր ընդունիչի աշխատանքի հետ։ Ոմանց մոտ ալեհավաքը ուղղված է վեր, զգայուն կերպով որսալով ազդանշանները։ Մյուսների մոտ այն ոլորված է, ծածկված մոռացության փոշով, և այդ դեպքում ազդանշանը չի հասնում հասցեատիրոջը։ Նա մանրամասն բացատրում էր, որ այդ նուրբ կապի կորուստը հաճախ տեղի է ունենում նրանց մոտ, ովքեր թույլ չեն տալիս իրենց ամբողջությամբ ապրել կորստի ցավը, ովքեր գիտակցաբար փակում են իրենց էմոցիաները, ստեղծելով առաջ շարժվելու անհրաժեշտության տեսլական, հրաժարվում են արցունքներից, հիշողություններից և կորցրած մերձավորների մասին խոսակցություններից։ Տառապանքի դեմ կառուցված նման ներքին վահանը կատարում է կրկնակի գործառույթ։ Այն ոչ միայն պաշտպանում է վշտի սրությունից, այլև միաժամանակ խլացնում է ներքին լույսը, իսկ նրա հետ միասին անտեսանելի աշխարհի դուռը թակելու ցանկացած փորձ։
չէ որ այնտեղ, որտեղ ամեն ինչ փակ է եւ կնքված, անհնար է մտնել նույնիսկ ամենաուժեղ ցանկության դեպքում։ Այդ դեպքում ինչպես քանդել այդ պատնեշները։ Նա համառորեն կոչ էր անում չվախենալ բաց լինելուց, չամաչեր նրանից, որ մարդը զգում է անտեսանելի հպումներ, տեսնում է վառ երազներ հեռացածների մասնակցությամբ, հիշում է իրադարձությունները այնքան վառ, ասես դրանք տեղի են ունեցել ընդամենը 3։ Նա գրում էր, որքան մոտ է հոգին ճշմարիտ հիշողությանը, այնքան նուրբ է դառնում սահմանը աշխարհների միջև, եւ մի օր կզգացվի, մարդը մենակ չէ։ Դա հրաշք չէ սովորական ընկալմամբ։ Դա ավելի շուտ վերադարձ է դեպի սեփական ճշմարիտ էությունը, դեպի այն, ինչը վաղուց մոռացվել էր տրամաբանությամբ կեռլեցված, բայց զգացմունքներով դատարկված աշխարհի խլացնող աղմուկի մեջ։ Հետազոտողը հաստատուն հավատում էր, որ այդ կորսված գայունության վերադարձը մեր ժամանակի կարևորագույն առաքելությունն է, բայց ինչի կհանգեցնի նման զարթոնքը։ Նա կանխագուշակում էր մի դարաշրջանի գալուստը, երբ մարդկությունը կսկսի զանգվածաբար հիշել այն, ինչը չի ենթարկվում տրամաբանական բացատրության, երբ երեխաներ լույս աշխարհ կգան, ունենալով հիշողություն այն իրադարձությունների մասին, որոնք տեղի չեն ունեցել իրենց ներկայիս կյանքում, երբ ավելի ու ավելի շատ մարդիկ կսկսեն իրենց զգալ ոչ առաջին անգամ այստեղ գտնվող եւ ոչ պատահաբար, քանի որ մոտենում է մեծ զարթոնքի պահը, եւ այս վիթխարի գործընթացում հեռացածները խաղում են իսկապես առանցքային դեր։ Նա նրանց անվանում էր լուսային հաղորդիչներ։ Հնարավոր է նրանց լուր ուղերձները արդեն հնչում են շուրջ բոլորը, սպասելով թե երբ կարող են լսվել։ Իսկ եթե անտեսանելի կապերի ըմբռնումը ունակ է բերել մխիթարություն եւ ապաքինում, թեթևացնելով կորստի ծանրությունը եւ կյանքը լցնելով նոր իմաստով։ Այդ նոր հաղորդիչները, էությունները, որոնք թողել են ֆիզիկական թաղանթը, բայց շարունակում են գոյություն ունենալ որպես գոյության ընդհանուր հոսքի մաս։ Նրանք չեն անհետացել, այլ տանում են, պահպանում եւ հիշեցնում։ Նրանց ներկայությունը դրսևորվում է տարբեր կերպ, այլ մարդկանց միջոցով, իրադարձությունների շարքի միջոցով, իսկ երբեմն էլ ուղղակիորեն նուրբ զգացողությունների միջոցով։ Եվ եթե մարդը սովորի չփակվել այդ դրսևորումներից, ապա կկարողանա լսել նրանց ոչ թե ականջներով, այլ սրտով։ Հայտնի հետազոտող Վոլֆ Մեսինգը մի անգամ հանդիպեց մի կնոջ, ում կյանքը մթագնել էր եղբոր ողբերգական մահը։ Նա գտնվում էր խորը հուսահատության մեջ, մեղադրելով իրեն այն բանում, որ չի կարողացել փրկել նրան։ Մեսինգը երկար պահեց լռությունը, իսկ հետո արտասանեց. նա ներել է միանգամից։ Ներումը պետք է քեզ ինքդ։ Կինը լաց եղավ, եւ նույն օրը վերադառնալով տուն, նա բացեց հնագույն մի գիրք, որը տարիներ շարունակ ձեռքը չէր վերցրել։ Դրանից ընկավ մի բացիկ, ստորագրված եղբոր ձեռքով. «Դու իմ լույսն ես»։ Դա ուղերձ էր, որը նա մոռացել էր երկար տարիներ։ Արդյոք դա պարզ զուգադիպություն էր, թե ուղիղ պատասխան անտեսանելի աշխարհից։ Մեսինգը գրում էր. երբ մարդը անկեղծորեն խնդրում է, նրանք լսում են, երբ նա փակ է, նրանք համբերատար սպասում են, բայց երբ սիրտը բացվում է, նրանք գալիս են, հենց այդպիսի պահերին տեղի են ունենում իսկական հրաշքներ։ Ինչպես ճանաչել այդ նշանները առօրյա իրարանցման մեջ։ Մեսինգը նկարագրում էր բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ զգում էին մահացած տատիկի օծանելիքին նուրբ բույրը, թեև սրվակը վաղուց դատարկ էր, կամ լսում էին ծանոթ մեղեդի, որը ոչ ոք չէր միացրել, կամ գտնում էին իրեր, որոնք երկար ժամանակ համարվում էին կորած։ Նա կույր հավատ չէր պահանջում Անդրես Շիրիմյանի հանդեպ։ Նա միայն կոչ էր անում չմերժել այն, ինչը խորապես զգացվում է որպես ճշմարտություն։ Նրա համոզմունքը հաստատուն էր, եթե հոգին թակում է, եւ նրա ներկայությունը զգացվում է, կարևոր է չվանել, այլ ընդունել։ Բավական է շնորհակալություն հայտնել, խոսել, թեկուզ մտովի։ Դա բավական է։ Այդ էությունները երկրպագություն չեն խնդրում։ Նրանց անհրաժեշտ է միայն կապ, եւ երբ այդ կապը վերականգնվում է, աշխարհը կերպարանափոխվում է, դառնում է կենդանիով լցված։ Նման աշխարհընկալման մեջ նույնիսկ մահը դադարում է վերջ լինելուց, դառնալով ներկայության ընդամենը նոր ձև։ Բայց ինչ անել, երբ վրա է հասնում լիակատար լռություն, եւ ոչ մի զգացողություն չի առաջանում։ Եթե ի պատասխան խորը հիշողությունների գալիս է միայն լռություն, Մեսինգը առաջարկում էր այլ բացատրություն։ Նա գրում էր. երբեմն հոգին լռություն է պահպանում ոչ թե այն պատճառով, որ նա չկա, այլ որովհետև նա համբերատար սպասում է։ Սպասում է այն պահին, երբ մարդը իսկապես պատրաստ կլինի լսել նրան։ Այդ պատրաստակամությունը, ըստ նրա կարծիքի, ծնվում է խորքային լռության մեջ, զգացմունքների անկեղծության եւ անվերապահ սիրո մեջ։
Հենց այդ ժամանակ նույնիսկ ամենափակ մարդը մի օր կարող է արթնանալ անտեսանելի գրկախառնության զգացումից, գիտակցելով, որ ինքը մենակ չէ այս աշխարհում, բայց ովքեր են այդ անտեսանելի ուղեկիցները, եւ որն է նրանց իրական նպատակը։ Այսպիսով, ովքեր են այդ նրանք, որ չեն հեռացել ընդմիշտ։ Ինչու են նրանք մնացել, ինչ են ձգտում հասցնել։ Եվ գլխավորը ինչու էր Մեսինգն այդքան վստահ, որ նրանց ներկայության մեջ թաքնված է մեծ գաղտնիք, որը մարդկությունը դեռ նոր է սկսում ըմբռնել։ Նա պնդում էր. նրանք, ովքեր մնացել են կողքին, գոյության պատահական վկաներ չեն։ Դրանք հոգիներ են, որոնց վստահված է հատուկ առաջադրանք, ոչ թե գեղարվեստական գրականության մեջ նկարագրված միսիոներական դեր, այլ խորը, գրեթե անշոշափելի աշխատանք։ Նրանց բուն նպատակն է օգնել յուրաքանչյուրին հիշել իր ճշմարիտ էությունը։ Ոչ մարմինը, ոչ սոցիալական դերերը, ոչ ծննդյան ժամանակ տրված անունները, այլ այն, ինչ գոյություն է ունեցել մինչև լույս աշխարհ գալը եւ կպահպանվի հեռանալուց հետո։ Մեսինգը նրանց անվանում էր հայելիներ։ Հենց նրանց անտեսանելի արտացոլման միջոցով է մարդը սկսում տեսնել իրեն առանց աղավաղումների։ Բայց ինչպես է դրսևորվում այդ ներքին հիշողությունը, որի մասին խոսում էր Մեսինգը։ Մեսինգը հատուկ ուշադրություն էր դարձնում ներքին հիշողության հայեցակարգին։ Ըստ նրա պնդման, յուրաքանչյուր մարդու ներսում ամփոփված են փորձի անհամար շերտեր, սակայն դրանցից շատերը գտնվում են հանգստի վիճակում։ Միայն հզոր ցնցումները, լինեն դրանք խորը կորուստներ, հանկարծակի պայծառացումներ կամ բախումներ անհասկանալիի հետ, ունակ են արթնացնել այդ նիրհող շերտերը։ Նման պահերին մարդը հանկարծակի զգում է կատարվողի ծանոթ լինելը, ինտուիտիվ կերպով հասկանալով, թե ինչպես է պետք գործել։ Նույնիսկ եթե նախկինում նա երբեք չի բախվել նման իրավիճակի։ Դա, ըստ Մեսինգի կարծիքի, պարզապես ինտուիցիա չէ, այլ հոգու ուղիղ արձագանք անտեսանելի հուշմանը, ուղերձ նրանցից, ովքեր գտնվում են կողքին, բայց գոյություն ունեն գոյության այլ մակարդակում։ Որքան ուժեղ կարող է լինել այդ ազդեցությունը։ Մեսինգը որպես օրինակ էր բերում մի տղամարդու պատմություն, ում կյանքը կանգ էր առել կնոջ ողբերգական կորստից հետո։ Նա ընկղմվել էր լիակատար անշարժության վիճակի մեջ, հրաժարվում էր խոսել, սնունդ ընդունել, կորցրել էր աշխարհի հանդեպ ամեն տեսակ զգայունություն։ Մի անգամ պառկելով քնելու, նա թույլ էր տալիս այն մտքին, որ կարող է եւ չարթնանալ։ Սակայն խորը գիշերը նրան երազ երևաց։ Նա կանգնած էր կամրջի վրա, եւ նրան մոտեցավ սպիտակ հանդերձանքով մի կին։ Նրա կերպարը հանգուցյալ կնոջ ճշգրիտ պատճենը չէր, բայց անասելի քնքշությամբ լի հայացքը նույնն էր։ Նա արտասանեց. «Դու մենակ չես, ապրիր։ Ես կլինեմ կողքիդ, քանի դեռ դու նորից չես սովորել շնչել»։ Արթնանալով տղամարդը կրծքում անսովոր ջերմություն զգաց։ Այդ օրվանից սկսվեց նրա դանդաղ, բայց վստահ վերադարձը դեպի կյանք։ Ամեն առավոտ այժմ ուղեկցվում էր անտեսանելի ներկայության զգացողությամբ։ Ինչ որ մեկը կարծես քայլում էր կողքով, մի փոքր հետևից, բայց անփոփոխ։ Ինչ եզրակացություններ կարելի է անել նման պատմություններից։ Մեսինգը համառորեն ընդգծում էր. նման երևույթները մարդկային երևակայության պտուղներ չեն։ Դա մաքուր արձագանք է։ Դա մեկ այլ հոգու հետ երկխոսություն վարելու հոգու հատուկ եղանակ է, լիովին շրջանցելով սովորական բառերը։ Նա նաև նշում էր, երբ տրամաբանական մտածողությունը անզոր է լինում, վրա է հասնում լռությունը։ Եվ հենց այդ լռության մեջ հոգին սկսում է խոսել։ Նրան հայտնի էր, որ շատերը վախ են զգում այդ լռությունից։ Սակայն հենց դրանում, ըստ նրա կարծիքի, թաքնված է իսկական ուժը։ Միայն անխոսության վիճակում մարդը ունակ է լսել ամենակարևորը։ Նա հաստատուն համոզված էր, որ մի օր մարդկությունը պաշտոնապես կճանաչի, մահը վերջ չէ, այլ ընդամենը փոխակերպում, որ հոգիները չեն անհետանում անհետ, այլ ընդամենը անցնում են գոյության այլ մակարդակ։ Եվ կգա օրը, երբ աշխարհների միջև կվերականգնվի գիտակցված կոնտակտը, գերազանցելով պարզ ինտուիցիան։ Մինչ այդ ժամանակը յուրաքանչյուր մարդ ունակ է դառնալ այդպիսի կապող օղակ, եթե թույլ տա իրեն հավատալ ոչ թե հորինված պատմություններին, այլ խորքային, պարզ ճշմարտությանը։ Սերը մնում է հավերժ։ Եվ ինչպես է այդ հավերժական սերը դրսևորվում ամենաանձնական պատմություններում։ Մեսինգը պատմում էր նաև մի կնոջ պատմություն, ով տարիներ շարունակ տանջում էր իրեն նրա համար, որ մոր կյանքի վերջին ակնթարթին կողքին չի եղել։ Տեղափոխվելով այլ քաղաք, նա ակամամենակ էր թողել մորը, եւ վերջինս մահացել էր նրա բացակայության ժամանակ։ Մեղքի զգացումը հետապնդում էր նրան երկար տարիների ընթացքում, մինչև մի անգամ գտնվելով կիսաքուն վիճակում, նա չլսեց հստակ մի արտահայտություն. «Ես քեզ այն ժամանակ բաց թողեցի, որովհետև գիտեի դու չէիր կարողանա գնալ ինքդ»։ Այս խոսքերը դարձան ոչ միայն ազատագրում տանջալի ցավից,
այլև բացեցին նրա մեջ նոր հզոր ներքին հոսք։ Նա սկսեց ակտիվորեն օգնել այլ մարդկանց, ովքեր ապրում էին նմանատիպ կորուստներ, եւ հաճախ կիսվում էր։ Ես զգում եմ, թե ինչպես է մայրս ուրախանում ինձ հետ միասին, երբ ես զբաղվում եմ դրանով։ Այդ օրվանից նա դադարեց խոսել մոր մասին անցյալ ժամանակով, օգտագործելով միայն կա ձևը ինչպես կենդանի։ Ներկա մարդու դեպքում գոյություն ունի անտեսանելի թել, որը կապում է ողջերի եւ հեռացածների աշխարհները։ Այս կապի հասկացումը, այն ճանաչելու եւ նրա հետ ճիշտ փոխազդելու կարողությունը կարող է դառնալ խորը ներքին հանգստության եւ հին էմոցիոնալ վերքերից ապաքինվելու բանալին։ Բայց ինչպես տարբերել իսկական ներկայությունը երևակայության խավից։ Եվ ինչ է տեղի ունենում, երբ այդ անտեսանելի կապերը դառնում են բեռ, այլ ոչ թե աջակցություն։ Վոլֆ Մեսինգը կարծում էր, որ իսկական հոգևոր կապը դրսևորվում է հենց այդպես, գործողությունների միջոցով, կյանքի ճանապարհի շարունակման միջոցով, որտեղ հեռացածների ներկայությունը դառնում է ոչ թե ծանր բեռ, այլ հուսալի հենարան։ Նա պնդում էր, եթե մարդը շարունակում է ապրել, նա շարունակում է նրանց ճանապարհը։ Եվ եթե այդ ճանապարհը անցնում է սիրով, բաց սրտով, ապա ցավը հեռանում է, իսկ նրա տեղում մնում է միայն խորը երախտագիտություն։ Բայց կոնկրետ ինչպես է դրսևորվում այդ անտեսանելի ներկայությունը։ Մեսինգը ուշադրություն էր դարձնում այն բանին, թե որքան հաճախ են մարդիկ պատմում։ Տեսնում եմ նրան երազում, լսում եմ նրա ծիծաղը, զգում եմ կողքին, եւ ինչպես են նման վկայությունները արագորեն դեն նետվում որպես հնարովի բան կամ երևակայության խաղ։ Նա կոչ էր անում չանտեսել այդ պահերը, քանի որ հենց նման մանրուքներում, ըստ նրա կարծիքի, ծնվում է ճշմարտությունը։ Հոգիները, ինչպես ասում էր գուշակը, բարձր չեն թակում։ Նրանք գալիս են մեղմ, հազիվ զգալի հոտի միջոցով, վառ երազների միջոցով, պատահաբար լսված երաժշտության միջոցով, անսպասելի ծագած արտահայտության միջոցով։ Եվ եթե նման բան տեղի է ունենում, դա նշանակում է միայն մեկ բան. գոյություն ունի խորը կապ, որը պահպանվում է նույնիսկ այլ չափման մեջ։ Բայց ինչու են որոշ հոգիներ հեռանում անվերադարձ, իսկ մյուսները մնում են կողքին։ Սակայն մնում էր մեկ հարց, որը հուզում էր ինքնին Մեսինգին մյուսներից ավելի։ Ինչու ոչ բոլոր հոգիներն են լքում երկրային աշխարհը միանգամից։ Ինչու են ոմանք մնում կողքին երկար ժամանակ, այն դեպքում, երբ մյուսները անհետանում են, ասես երբեք գոյություն չեն ունեցել։ Նա դա անվանում էր լույսի հապաղում եւ համոզված էր, պատճառը թաքնված է ոչ թե հեռացածների, այլ ողջերի մեջ։ Հենց երկրի վրա ապրող մարդիկ կարող են կամ պահել, կամ բաց թողնել հոգիներին։ Եվ այդ հապաղման գինը, ըստ նրա խոսքերի, հսկայական էր։ Բայց ինչպես ճանաչել, պահում է արդյոք մարդը նրանց, ովքեր ձգտում են հեռանալ, թե նրանք իրենք են ընտրել մնալ, զգալով, որ դեռ ամեն ինչ չի ավարտված։ Նա բացատրում էր, եթե հոգին հեռանում է հեշտությամբ, դա նշանակում է, որ երկրային ցիկլն ավարտված է։ Բոլոր խոսքերը արտասանվել են, բոլոր զգացմունքները ճանաչվել են, բոլոր դասերը ապրվել են։ Բայց եթե մնում է չհասվածություն, մեղքի զգացում, վիրավորանք, վախ կամ հուսահատություն, ապա անտեսանելի կապը մնում է ձգված նրբագույն լարի նման։ Հոգին տատանվում է աշխարհների միջև ոչ թե այն պատճառով, որ նրան արգելված է հեռանալ, այլ որովհետև նրան ինչ-որ բան պահում է։ Եվ ամենից հաճախ դա տեղի է ունենում ոչ թե չար դիտավորությամբ, այլ խորը սիրուց, անտանելի ցավից, բաց թողնելու անհնարինությունից։ Մեսինգը դա անվանում էր ցավի շղթա, եւ այդ շղթան գործում է երկու ուղղությամբ։ Հեռացածի համար ծանր է նրանից, որ նրան պահում են, իսկ ողջի համար նրանից, որ նա չի կարողանում հրաժեշտ տալ։ Դա տառապանքների փակ շրջան է, որում երկու կողմերն էլ վախենում են խոստովանել իրենց զգացողությունները։ Նա պատմում էր, որ նման կապերը ամենից հաճախ դրսևորվում են որպես տագնապալի երազներ, կրկնվող կերպարներ, տրամադրության կտրուկ եւ անպատճառ փոփոխություններ, իսկ երբեմն հանկարծակի հիվանդությունների միջոցով, որոնք հեռանում են միայն այն ժամանակ, երբ մարդը թույլ է տալիս իրեն իսկապես հրաժեշտ տալ։ Բայց ինչպես կտրել այդ անտեսանելի շղթան։ Նա չէր հոգնում կրկնել. հրաժեշտը մոռացություն չէ, դա սիրո ակտ է։ Նա հիշում էր մի կնոջ պատմություն, ով կորցրել էր որդուն։ Շատ տարիներ նա հագնում էր նրա հագուստը, պահում էր նրա սենյակը անձեռնմխելի, խոսում էր նրա հետ բարձրաձայն, ասես նա դեռ կողքին էր։ Սակայն այդ խոսակցություններում լույս չկար, միայն ցավ։ Եվ մի անգամ նրան երազում երևաց որդին։ Նա կանգնած էր շեմին, լուռ եւ տխուր։ Նա ասաց նրան. «Մայր, դու պահում ես ինձ, ես չեմ կարող առաջ շարժվել, ինձ ցավոտ է այստեղ»։ Կինը արթնացավ արցունքներով, իսկ հաջորդ օրը, երկար տարիներ անց առաջին անգամ, նա բացեց որդու սենյակի պատուհանը եւ այնտեղ լույս թողեց։ Այդ պահից տագնապալի երազները դադարեցին եւ նա սկսեց ապրել
ոչ թե մոռանալով, այլ ընդունելով կորուստը։ Մեսինգը բացատրում էր, որ հոգիները չեն կապվում առարկաներին, նրանք մնում են էմոցիաների պատճառով։ Եվ եթե մարդու զգացմունքը վիշտ է, մեղք կամ վախ, հոգին չի կարող հեռանալ։ Նա արձագանքում է նորից ու նորից, մինչև չհասկանա, որ իրեն լսում են, բայց բաց չեն թողնում։ Նա պնդում էր. ամենադժվարը ասելն է. ես սիրում եմ քեզ, եւ ես բաց եմ թողնում։ Բայց հենց այդ խոսքերն են ճանապարհ բացում եւ ողջի եւ հեռացածի համար։ Նա վստահ էր, որ հրաժեշտը հնարավոր է նույնիսկ շատ տարիներ անց, նույնիսկ եթե մարդը վաղուց լքել է այս աշխարհը, եւ թվում է, թե ամեն ինչ արդեն ապրված է։ Մեսինգը պատմում էր, թե ինչպես մի տղամարդ, ով պատանեկությունից չէր տեսել իր հորը, հայտնաբերեց նրա օրագիրը հուղարկավորությունից 30 տարի անց։ Կարդալով ցավով եւ ափսոսանքով լի տողերը, նա լաց եղավ առաջին անգամ իր ամբողջ հասուն կյանքի ընթացքում։ Այդ արցունքները, ինչպես ասում էր Մեսինգը, բանալի էին, որովհետև դրանք բխում էին ոչ թե մեղքից, այլ խորը հասկացումից։ Եվ այդ երեկո տղամարդը զգաց, ասես անտեսանելի ձեռք դրվեց նրա ուսին։ Սենյակում ոչ ոք չկար։ Կարող է արդյոք նման հրաժեշտը նախաձեռնվել։ Նա ընդգծում էր. չի կարելի արհեստականորեն հրաժեշտ տալ, չի կարելի ինքդ քեզ ստիպել, բայց կարելի է ընդունել ճշմարտությունը, կարելի է նստել լռության մեջ եւ արտասանել այն, ինչը չի ասվել։ Խոսքերը չեն լուծվում, դրանք տեղ են հասնում երբեմն տասնամյակներ անց, բայց հասնում են։ Եվ եթե դրանցում ամփոփված է անկեղծություն, կապը փոխվում է, տագնապը հեռանում է, իսկ նրա տեղը գալիս է հանգստություն։ Մեսինգը հաճախ կրկնում էր մի արտահայտություն, որը դարձավ նրա կրեդոն. մի պահեք նրան, ով ձգտում է հեռանալ, եւ մի վանեք նրան, ով ուզում է լինել կողքին։ Նա գիտեր, որ հոգիների հետ կապը կենդանի է, զգայուն, նուրբ։ Այն պահանջում է հարգանք, այլ ոչ թե վերահսկողություն կամ կպչունություն։ Պահանջում է խորահասկացում, եւ եթե մարդը պատրաստ է լսել, նա կզգա, ով է կողքին, որովհետև ուզում է լինել, իսկ ով, որովհետև այլ կերպ չի կարող։ Մեսինգը որպես օրինակ էր բերում մի տղայի պատմություն, ով հաճախ արթնանում էր արցունքներով։ Ծնողները չէին կարողանում հասկանալ պատճառը։ Երեխան ասում էր. ինձ մոտ գալիս է մի ծերունի եւ ասում, որ ես պետք է գտնեմ նրա դստերը։ Սկզբում մեծահասակները դա համարեցին խաղ, հետո երևակայություն։ Բայց մի քանի շաբաթ անց երեխան ինքը բերեց ծնողներին մի տան մոտ, որը երբեք նախկինում չէր տեսել, եւ շեմին դուրս եկավ մի տարեցկին։ Տղան նայեց նրան եւ արտասանեց. դուք նրան սպասում էիք, իսկ նա սպասում էր ձեզ։ Պարզվեց, որ նրա հայրը զոհվել էր երիտասարդ տարիքում, եւ նա ամբողջ կյանքում պահել էր նրա լուսանկարը, չիմանալով, թե որտեղ է գտնվում նրա գերեզմանը։ Այդ օրվանից տղայի տագնապալի երազները դադարեցին, իսկ երկու աշխարհներում տիրեց հանգստություն։ Նման պատմությունները հույս են տալիս, որ ներքին հավասարակշռության ձեռքբերումը եւ ապաքինումը հնարավոր են, երբ հաստատվում է ճշմարիտ կապ նրանց հետ, ովքեր հեռացել են, եւ երբ գալիս է հասկացումը, որ սերը եւ բաց թողնելը մի մեդալի երկու կողմերն են, որոնք տանում են դեպի խաղաղություն հոգում։ Ներքին հանգստության որոնումներում տագնապից ազատվելու եւ խորը վերականգնող քուն ձեռք բերելու համար շատերը դիմում են ամենաանսպասելի աղբյուրներին։ Երբեմն պատասխանները գալիս են նրանց ուսմունքներից, ովքեր տեսել են սովորականի սահմանից այն կողմ, առաջարկելով նայել աշխարհին եւ իրեն այլ կերպ։ Ուղեկցորդներ անտեսանելի աշխարհից։ Այսպես, ըստ Վոլֆ Մեսինգի կարծիքի, հոգիները երբեմն օգտագործում են ողջերին իրենց ուղերձները հասցնելու համար։ Եթե հանկարծ առաջանում է ցանկություն, աջակցության խոսքեր ասել անծանոթ մարդուն կամ նրան, ում հանգամանքները հայտնի չեն, հնարավոր է դա պարզապես ներքին ազդակ չէ։ Հնարավոր է դա հոգատարության արձագանք է նրանից, ով վաղուց լքել է այս աշխարհը, իսկ մարդը դառնում է ընդամենը ժամանակավոր հաղորդիչ։ Բայց ո՞րն է նման կապերի իրական բնույթը։ Եթե հոգիները ունակ են խոսել մեր միջոցով, եթե մենք դառնում ենք նրանց ձայնը, ծագում է ավելի խորը հարց։ Հնարավոր է անել ավելին, քան պարզապես լսելը։ Կարելի է օգնել նրանց հանգստություն գտնել եւ ավարտել իրենց ճանապարհը։ Մեսինգը պնդում էր, որ օգնությունը հոգուն կայանում է նրան հանգստություն պարգևելու մեջ։ Այդ հանգստությունը վրա է հասնում միայն այն ժամանակ, երբ ողջերի եւ հեռացածների միջև անհետանում են ցավը, վիրավորանքը, վախը եւ անավարտության զգացումը։ Նա գրում էր, որ յուրաքանչյուր հոգի տենչում է լինել ոչ միայն լսված, այլև հասկացված եւ ընդունված։ Հենց դա, ըստ նրա խոսքերի, բերում է ազատություն։ Նա հստակեցնում էր. բաց թողնելը անցյալի մոռացություն չէ, դա տառապանքի շղթայի դադարեցումն է, որը կապում է աշխարհները, բայց ինչպես կոնկրետ կտրել այդ շղթան։ Մեսինգը հաճախ մտորում էր խոսքի խորը ուժի մասին,
որն արտասանվել է ոչ թե ամբողի մեջ, այլ բացարձակ լռության մեջ, առանձնության մեջ, ինքդ քո ներսում։ Նա առաջարկում էր պարզ ծես, որն ունակ է, նրա համոզմամբ, կամուրջ դառնալ աշխարհների միջև։ Հարկավոր էր առանձնանալ կիսամութ սենյակում, խուսափելով ցանկացած շեղող ձայներից եւ մտովի դիմել նրան, ում կցանկանայիք լսել, չպահանջել, չաղաչել, այլ կանչել խորը հարգանքով։ Ապա արտասաներ. ես այստեղ եմ, ես պատրաստ եմ լսել, պատրաստ եմ հասկանալ, պատրաստ եմ բաց թողնել, եթե դու դա ես ուզում։ Նման դիմումը, ինչպես նա գրում էր, բացում է անտեսանելի դարպասներ, երբեմն մեկ ակնթարթով, երբեմն ընդմիշտ։ Գլխավոր պայմանը Մեսինգը համարում էր անկեղծությունը։ Հոգիները ըստ նրա խոսքերի չեն արձագանքում ցուցադրական ժեստերին։ Նրանք գալիս են այնտեղ, որտեղ հնչում է մաքուր ճշմարտությունը։ Եվ եթե մարդը խոսում է հենց սրտից, առանց վախի, առանց ձևացնելու, առանց պայմանների, պատասխանը գրեթե միշտ գալիս է։ Այն դրսևորվում է ոչ թե ձայնի կամ տեսիլքի տեսքով, այլ ներքին թեթևացման, ջերմության, պարզության զգացողության մեջ, երբեմն արցունքներով, երբեմն անտեսանելի ներկայության զգացումով։ Եթե ներսում լույսը շատացավ, նշանակում է ձեզ լսեցին, պնդում էր նա։ Բայց ինչպես է դա դրսևորվում իրական կյանքում։ Նա օրինակ էր բերում մի մարդու պատմություն, ով երկար տարիներ մեղադրում էր իրեն եղբոր մահվան մեջ։ Նա չէր հասցրել հրաժեշտ տալ, կողքին չէր եղել նրա կյանքի վերջին րոպեներին։ Այդ չսպիացող վերքը տարիներով քայքայում էր նրան ներսից, մինչև մի անգամ նա չառանձնացավ իր սենյակում եւ բարձրաձայն չարտասանեց այն ամենը, ինչ կուտակվել էր նրա հոգում։ Նա ներողություն էր խնդրում, խոսում էր իր կարոտի, սիրո, ինքնախարազանման մասին։ Նա դիմում էր դատարկությանը, չսպասելով պատասխանի։ Բայց առավոտյան, երկար տարիներ անց առաջին անգամ, նա արթնացավ այն զգացողությամբ, որ կարող է շնչել լիաթոք։ Այդ օրվանից տագնապալի երազները դադարեցին։ Նա ձեռք բերեց հանգիստ քուն եւ, որ ավելի կարևոր է, սկսեց ապրել լիարժեք։ Ինչ տեղի ունեցավ այդ պահին, Մեսինգը համոզված էր, նման պահերը երևակայության պտուղ չեն, այլ ճշմարիտ մաքրում, անցման կետ։ Նա դրանք անվանում էր ներման ծեսեր առանց զոհասևանի, քանի որ իրական զոհասևանը, ըստ նրա խոսքերի, գտնվում է մարդու ներսում, այնտեղ, որտեղ պահվում է կապը հեռացածի հետ։ Երբ մեղքի քարը հեռացված է, այդ կապը մաքրվում է, եւ հոգին հնարավորություն է ստանում առաջ շարժվել։ Նա նաև նշում էր, որ որոշ դեպքերում հոգիները մնում են կողքին, դիտելով, բայց ոչ այն պատճառով, որ նրանց պահում են, այլ որովհետև նրանք իրենք են ընտրում ներկա լինել։ Նմաններին նա անվանում էր լռության պահապաններ։ Նրանք չեն խոսում, չեն միջամտում, միայն անխոս ներկա են գտնվում։ Երբեմն նրանց զգում են որպես փափուկ լուսարձակում սենյակի անկյունում, երբեմն որպես անտեսանելի ներքին հնարան, որն առաջանում է դժվար պահին։ Նրանք ոչինչ չեն խնդրում, բայց եթե նրանց դիմես, արձագանքում են գրեթե միշտ խորը խաղաղության զգացումով, որը հայտնվում է հանկարծակի, առանց ակնհայտ պատճառների, հնարավոր է շփում առանց խոսքերի։ Նա պատմում էր մի տարեց մարդու մասին, ով ամեն երեկո դուրս էր գալիս իր տան շեմին, հայացքն ուղղում երկնքին եւ արտասանում. շնորհակալություն օրվա համար։ Եթե դու կողքիս էիր, ես դա զգում էի։ Նա ճշգրիտ չգիտեր, թե ով էր կոնկրետ ուղեկցում իրեն։ Նա պարզապես գիտեր, ինչ որ անտեսանելի մեկը ներկա է։ Դա մենության վախի դրսևորում չէր, այլ անկեղծ երախտագիտություն անտեսանելի աջակցության համար։ Եվ ամեն երեկո նա վառում էր լամպը մուտքի մոտ ոչ թե լուսավորության համար, այլ որպես լուր նշան. ես հիշում եմ։ Ինչ էին նշանակում այդ պարզ ժեստերը։ Մեսինգը համոզված էր, որ փոքրիկ անկեղծ ժեստերը օժտված են ավելի մեծ ուժով, քան պերճախոս ճառերը։ Նա գրում էր. մթության մեջ վառվող մեկ մոմը խոսում է ավելի պերճախոս, քան հազարավոր բառերը, որոնք արտասանվել են պայծառ լույսի ներքո։ Հոգիները կարդում են սիրտը, այլ ոչ թե բարդ բանաձևերը։ Նա հավատում էր, որ նույնիսկ մարդու մասին պարզ միտքը, լցված բարությամբ եւ սիրով, ունակ է լուսավորել հոգու ճանապարհը։ Եվ եթե նման մտքեր ծագում են կանոնավոր կերպով, շնչառության նման, կապը դառնում է ամուր, թեթև, ոչ թե ծանրացնող, այլ միայն ոգեշնչող, բայց արդյոք չի անհետանա այդ կապը ժամանակի ընթացքում։ Նա հատուկ ընդգծում էր, որ պետք չէ վախենալ մոռացությունից։ Հիշողությունը ըստ նրա խոսքերի, ջանք չէ, դա սիրո բնական շարունակությունն է։ Եթե սերը իսկական է, այն չի մարի։ Նույնիսկ եթե անունները ջնջվում են հիշողությունից, նույնիսկ եթե դեմքի գծերը լղոզվում են, մնում է բուն էությունը, մնում է այն, ինչը միացնում էր, եւ հենց դրանում է դրսևորվում անմահությունը։ Նա գրում էր.
Մարդիկ վախենում են մոռանալ, որովհետև դա վերջն են համարում, բայց մոռացությունը խավար չէ, դա ընդամենը հանգստի ձև է։ Իսկ սերը հիշում է նույնիսկ առանց անունների։ Բայց ինչ, եթե դրա հետևում կանգնած է ավելին։ Ինչ, եթե կողքին մնացող հոգիները ոչ միայն օգնում են, այլև հարթում են ճանապարհը դեպի այնտեղ, ուր յուրաքանչյուր ոք մի օր կուղևորվի։ Ինչ, եթե նրանց իրական նպատակը ոչ թե պարզապես աջակցությունն է, այլ նախապատրաստումը։ Հենց այս մասին Մեսսինգը շարադրեց իր խորհրդավոր գրառման վերջին տողերում։ Ինչ բացահայտում նա թողեց։ Իր ուղերձը նա ավարտում էր ոչ թե հրաժեշտով, այլ խորը բացահայտումով։ Վերջին պարբերության մեջ Մեսսինգը գրում էր. «Ես եղել եմ այնտեղ ոչ բանականությամբ, ոչ մարմնով, այլ այն ամենով, ինչ ունակ ես լինել, եթե դենն է տես մարմնի հանդերձանքը»։ Այդ վայրը, ըստ նրա նկարագրության, աշխարհագրական կետ չէր։ Դա երկինք էր առանց տեսանելի երկնքի, լույս, առանց որոշակի ձևի, սեր, առանց որևէ ակնկալիքների։ Այնտեղ ամեն ինչ ճանաչվում էր ակնթարթորեն։ Եվ ամենակարևորը, որ նա գիտակցեց, ոչ ոք չի մնում իսկապես միայնակ ոչ այս աշխարհում, ոչ էլ նրա սահմաններից դուրս։ Այս տողերը գրված էին դողացող ձեռքով, բայց այն անհավանական պարզությամբ, որին, ըստ նրա խոսքերի, նա չէր հասնում նույնիսկ իր ամենախորը տեսիլքների պահերին։ Գոյություն ունի աշխարհ սովորական ընկալման սահմաններից դուրս, որտեղ անհետանում է մահվան վախը, իսկ յուրաքանչյուր ակնթարթ լցվում է խորը իմաստով։ Հնարավոր է հենց այնտեղ է թաքնված իսկական հանգստության և մարդկային գոյության հասկացման բանալին։ Իր խորը տեսիլքներում նա նկարագրում էր փորձ, որը դուրս է գալիս երկրային հասկացողության սահմաններից։ Ըստ նրա խոսքերի, հայտնվելով այն կողմում, մարդուն չէին դիմավորում հրեշտակների սովորական կերպարներ կամ կրոնական հավատալիքներից ֆիգուրներ։ Դրանց փոխարեն հայտնվում էին նրանք, ում նա սիրում էր, բայց բոլորովին այլ կերպարանքով։ Նրանք ներկայանում էին որպես լույսի ճառագայթներ, որպես մաքուր երաժշտություն, առանց ճանաչելի դեմքերի, բայց բացարձակ և անսխալականորեն ճանաչելի հոգով։ Նրանց միջև խոսքեր չէին պահանջվում։ Գոյություն ուներ միայն յուրաքանչյուր զգացմունքի խորը, ինտուիտիվ ըմբռնում։ Այդ տարածության մեջ լեզվի կարիք չկար, միայն վիբրացիաներ, անվերապահ ընդունման լույս, և այդ լուսահասկացման մեջ գիտելիք, որը գալիս է առանց ջանքերի և մտորումների։ Նա գիտակցեց, որ մահը ընդմիջում չէ, կորուստ չէ կամ դադար։ Դա ավելի շուտ ճշմարիտ էության բացման, արտաքին թաղանթի հեռացման գործընթաց է։ Որքան շատ վախ էր մարդը զգում կյանքի ընթացքում, այնքան երկար է նա մնում մառախուղի մեջ անցումից հետո։ Եվ ընդհակառակը, որքան շատ սեր էր նա կրում իր մեջ, այնքան ավելի արագ է դառնում ինքն իրենով։ Լույսը այն է, ինչ մենք միշտ եղել ենք, պարզապես մոռացել ենք, գրում էր նա։ Այդ մոռացությունը, ըստ նրա կարծիքի, ներկայացնում էր մարդկության մեծագույն ողբերգությունը, քանի որ հենց դրանից են ծնվում պատերազմները, ագահությունը, դաժանությունը և անհաղթահարելի վախը։ Բայց ինչ է տեղի ունենում, երբ հոգին հիշում է իր ճշմարիտ վիճակը մինչև ծնունդը։ Այդ ժամանակ ամեն ինչ փոխվում է, ամեն ինչ ձեռք է բերում խորը և անհասկանալի իմաստ։ Նրա գրառումների մեջ հայտնաբերվեց ևս մեկ ճշմարտացի արտահայտություն։ Ես տեսա, թե ինչպես են վերադառնում։ Ոչ այն պատճառով, որ նրանց ուղարկում են, այլ որովհետև իրենք են ուզում օգնել, զգուշացնել, ավարտել։ Նա համոզված էր, որ որոշ հոգիներ գիտակցաբար են ընտրում կրկնակի մարմնավորման ճանապարհը, շարժվելով ոչ թե հարկադրանքով, այլ խորը ցանկությամբ, մաքուր սիրով։ Նման հոգիները, ըստ նրա խոսքերի, քայլում են մեր մեջ, երբեմն չգիտակցելով իրենց ճշմարիտ բնույթը։ Բայց նրանց արարքները անսխալականորեն մատնում են նրանց էությունը։ Նրանց մեջ դրսևորվում է հատուկ համբերություն, տարօրինակ, գրեթե անբացատրելի կարեկցանք, ասես նրանք արդեն անցել են նրա միջով, ինչը մյուսներին դեռ նոր է սպասվում։ Նա անվանում էր այդ մարդկանց լույսի կրողներ։ Ոչ այն պատճառով, որ նրանք բառացիորեն փայլում են, այլ որովհետև նրանք օժտված են ուրիշների ճանապարհը լուսավորելու ունակությամբ, հաճախ լուռ, հազիվ զգալի հպման, խորը հայացքի կամ ժամանակին ասված խոսքի միջոցով։ Նրանք ուշադրություն չեն գրավում, բայց նրանց հետ հանդիպումից հետո մարդը զգում է, որ դարձել է մի փոքր ավելի լավը, նշում էր նա։ Ինչ դեր են խաղում այդ անտեսանելի ուղեկիցները մեր աշխարհում։ Նա կարծում էր, որ հենց այդ հոգիներն են ձևավորում լույսի անտեսանելի բանակը, ցրված ամբողջ երկրով մեկ։ Նրանց հիմնական խնդիրն է պահպանել հավասարակշռությունը այն պահերին, երբ աշխարհը տատանվում է, ծառայել որպես կամուրջ աշխարհների միջև և պատրաստ լինել ինչ-որ մեծ վերադարձի։ Նա ուղղակիորեն չէր բացահայտում, թե ինչ է դա լինելու, բայց թողել է մի արտահայտություն, որը մինչ օրս սարսուռ է առաջացնում։ Մի օր սահմանը կանհետանա, և այդ ժամանակ պարզ կդառնա, թե ով էր կանգնած կողքին ամբողջ այդ ընթացքում։
Դա ակնարկ էր մի բանի, որը շատ ավելի մեծ էր, քան պարզապես իր անձնական փորձը, իրադարձությունների մասին, որոնք ունակ են ընդմիշտ փոխել մահվան ընկալումը։ Հնարավոր է նա հասկանում էր, որ ինքը չի դառնա դրա ականատեսը, բայց կթողնի իր հետքը նրա համար, ով կկարդա իր խոսքերը։ Եթե այս տողերը կարդացվում են, դա նշանակում է, որ հիշելու գործընթացը արդեն սկսվել է։ Պետք չէ հավատալ խոսքերին, բավական է միայն զգալ, եւ այդ ժամանակ կգա իսկական գիտելիքը, գրում էր նա։ Բայց կոնկրետ ինչ պետք է հիշի մարդկությունը։ Նա իրենից հետո չթողեց դոգմաներ, չպահանջեց գույր հետևում։ Նրա միակ խնդրանքն էր չփակել սիրտը, քանի որ հենց սիրտն է, ըստ նրա համոզմունքի, հանդիսանում դեպի ճշմարտություն տանող դարպասը։ Նա հավատում էր, որ սերը օժտված է նյութը գերազանցող ուժով։ Եվ հենց այդ ուժն է միավորում բոլորին, նրանց, ովքեր ողջ են, նրանց, ովքեր հեռացել են, եւ նրանց, ովքեր դեռ նոր պիտի գան։ Իր վերջին տողերից մեկում նա արձանագրեց. մենք ավելի շատ ենք, քան թվում է։ Մենք ձեր մեջ ենք, մենք ձեզ հետ ենք, եւ մենք, դա դուք եք։ Այս խոսքերը դարձան նրա հրաժեշտը եւ միաժամանակ հրավերը։ Հրավեր դեպի նոր կյանք, դեպի գոյություն, առանց մահվան հանդեպ վախի, դեպի կյանք, որտեղ յուրաքանչյուր արարք դառնում է ինչ-որ հավերժական բանի արձագանք, որտեղ յուրաքանչյուր հայացք կամուրջ է, որտեղ հիշողությունը ցավ չի բերում, այլ դառնում է լույս, եւ որտեղ հեռացածները անցյալ չեն, այլ շարունակություն։ Հնարավոր է, որ այդ հրավերը արդեն վաղուց ուղարկված է եղել։ Եթե այս տողերը ընթերցվել են մինչև վերջ, հնարավոր է նրանցից ինչ-որ մեկը գտնվել է կողքին ամբողջ այդ ընթացքում, անտեսանելի, լուռ, անփոփոխ սիրով։ Նա սպասում էր այն պահին, երբ կբացվի սիրտը, երբ կգա իսկական զգացմունքը, երբ կվերադառնա հիշողությունը։ Այս ամենը ավարտ չէ, այլ ընդամենը սկիզբ։ Ինչ դեր է խաղում մեզանից յուրաքանչյուրը այս մեծ զարթոնքում։ Մեսինգը չթողեց ոչ մանրամասն քարտեզներ, ոչ բարդ սխեմաներ, ոչ մոգական կախարդանքներ։ Նա թողեց լռություն, տոգորված խորը իմաստով։ Նրա գրառումը հրահանգ չէ, այլ ընդամենը նուրբ հիշեցում։ Այն գրեթե անորսալի է, ինչպես մութ սենյակում մարդու հազիվ լսելի շնչառությունը։ Բայց այդ լռության մեջ պարունակվում է ամեն ինչ։ Նրա յուրաքանչյուր տող կոչ է անում ոչ թե արտաքին գործողությունների, այլ ներքին վերադարձի, դեպի քեզ, դեպի քո ճշմարիտ հիշողությունը, դեպի կապը, որը ունակ չէ խզել նույնիսկ մահը։ Բայց ինչպես գտնել այդ լռությունը աղմուկով լի աշխարհում։ Նա կարծում էր, որ աշխարհը շատ ավելի նուրբ է, քան թվում է առաջին հայացքից։ Եթե ականջ տնենք ավելի ուշադիր, կարելի է զգալ, թե ինչպես է ամեն ինչ շուրջ բոլորը թրթռում միասնական ընդհանուր մեղեդու մեջ։ Այն հնչում է առավոտյան լույսի մեջ, երեխայի թեթև շնչառության մեջ, սիրելի մարդու քնքու շփման մեջ, հին գրքերի բույրի մեջ եւ այն խորը լռության մեջ, երբ մարդը մնում է մենակ իր հիշողությունների հետ։ Այդ մեղեդին անտեսանելի թել է աշխարհների միջև, եւ այն անհնար է կտրել, եթե այն հյուսված է մաքուր սիրուց։ Ունակ ենք մենք արդյոք լսել այդ մեղեդին։ Նա թողեց մեկ վերջին միտք, ասես խնամքով պահել էր այն վերջի համար, որպես ամենանվիրական բացահայտում։ Երբ իմ հոգին լքի մարմինը, նա չի հեռանա։ Նա կդառնա քամի, ջերմություն, անծանոթի հայացք։ Եվ եթե հանկարծ զգացվի ինչ-որ տարօրինակ կերպով ծանոթ բան, պետք է միայն ժպտալ. դա ես եմ։ Այս խոսքերում կայանում էր ավելի շատ ճշմարիտ մարդկայնություն, քան անմահության մասին հարյուրավոր բարձրագոչ փիլիսոփայական տրակտատներում։ Որն է այս ուղերձի գլխավոր ճշմարտությունը։ Դրանում էր կայանում էր նրա ուղերձի էությունը։ Ոչ փիլիսոփայություն, ոչ միստիկա, ոչ հանելուկ, այլ տաք, նուրբ ճշմարտություն։ Ոչ ոք չի հեռանում ընդմիշտ։ Նույնիսկ երբ թվում է, թե մարդը մենակ է մնացել, իրականում նրան խնամքով տանում են մենության միջով, ցավի միջով, անքուն գիշերների եւ տարօրինակ զուգադիպությունների շարքի միջով։ Եթե անկարծ ինչ-որ պահի մարդը կանգ առնի, խորը շունչ քաշի եւ զգա, թե ինչպես է մեջքով թեթև դող անցնում, պետք է իմանալ, դա դատարկություն չէ, դա հպում է, դա ինչ-որ մեկն է, ով նախկինի պես կողքին է։ Մեսինգը հասկանում էր, որ իր խոսքերը կարող են մոռացվել, որ մի աշխարհում, որտեղ ամեն ինչ չափվում է տրամաբանությամբ եւ փաստերով, սրտից եկող ճշմարտությունը ոչ միշտ է գտնում իր տեղը։ Բայց նա հույս ուներ, որ այն կհասնի գոնե մեկ մարդու։ Եվ եթե այդ մեկ մարդը հավատա, այս ամենը իզուր չէր, որովհետև մեկին կհետևի մյուսը, իսկ հետո հազարավորները։ Եվ այդ ժամանակ կանհետանա վախը, կվերադառնա հիշողությունը եւ նրա հետ միասին այն նույն զգացումը, հանուն որի հոգին համաձայնում են նորից ու նորից վերադառնալ երկիր։ Զգացում, որ ոչ ոք մենակ չէ, դա այն է, ինչ մնում է, երբ մնացած ամեն ինչ անհետանում է։ Մարդկային հիշողության խորքերում, սրտի լռության մեջ միշտ առկա է այն գիտակցումը,
որ ոչ ոք մենակ չի մնում։ Մեկ աղբյուր կոչ էր անում պարզ գործողության, չմոռանալ ականջ դնել ինքդ քեզ, լռության մեջ, հիշողություններում, պատահական արտահայտություններում։ Հենց այնտեղ, ինչպես պնդվում էր, հնչում են նրանց ձայները, ովքեր հեռացել են։ Այնտեղ էլ գտնվում են պատասխանները, որոնք չի տա ոչ մի գիրք, քանի որ դրանք բխում են ոչ թե բանականությունից, այլ բուն հոգուց։ Եթե մարդը զգում է ինչ-որ մեկի անտեսանելի ներկայությունը, խորհուրդ էր տրվում չվանել նրան, այլ շնորհակալություն հայտնել։ Առաջարկվում էր մտովի արտասանել. «Ես հիշում եմ քեզ, ես սիրում եմ, եւ ես չեմ վախենում»։ Այս խոսքերը, ինչպես համարվում էր, ծառայում են որպես կամուրջ եւ լույս, վերադարձնելով սահմանից այն կողմ կենդանի ներկայության մոռացված զգացումը։ Ինչ որ մեկի համար դա դառնում է նոր կյանքի սկիզբ, առանց վախի, բայց հավատով, առանց խավարի, բայց կրակով, առանց հրաժեշտի, բայց անվերջ կապով, որը չի ընդհատվում երբեք։ Բայց ինչպես է կոնկրետ ձևավորվում եւ պահպանվում այդ կապը առօրյայում։